Տունը լռությամբ լղած էր, բայց լիցած ցավով։ Պաշտպանելու համար միայն վարձված պարզ կինը 3 մանկան սովորեցրեց լուստ Իմացույանը և առանց գիտակցելու հարձակեց մի սիրուն, որը իր եղանակը անանջելի էր համարում։ Նապատակ օրվան տան ամենահզոր տղամարդը բացահայտեց, որ սերը չեն գնում, ապա մշակում են։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի անդամ այստեղ, մեր ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, դա չափազանց շատ է օգնում մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես պաշտում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Էդվարդ Մանուկյանն ամեն առավոտ արթնանում էր ժամը 5:40-ին, ոչ թե անհրաժեշտությունից, այլ սովորությունից դրդված։ Տասնամյակներ շարունակ զարթուցիչի դեր էր կատարել անձրի կաթիլների ձայնը, որ թակում էին իրենց տնակի ցինկե տանիքը Մալաթիա Սեբաստիայի այն անմխիթար թաղամասում, որտեղ նա մեծացել էր, Երանի ծայրամասում։ Այժմ 45 տարեկանում նրան արթնացնում էր իր առանձնատան այգու արհեստական ջրվեժի մեղմ խշշոցը Վահագնի թաղամասում, բայց կարգապահությունը մնացել էր նույնը։ Նստած քինգ-սայզ մահճակալի եզրին, Էդվարդը պանորամային պատուհանից նայում էր ներքում փռված քաղաքին, որը ձգվում էր լույսերի անվերջանալի գորգի պես, որոնք սկսում էին հանգչել արշալույսի հետ միասին։ 22 տարի էր անցել այն օրվանից, երբ նա դուրս էր եկել 3-2-ի վրա այդ խրճիթից, իր հետ տանելով միայն հաշվապահության տե։ Խնիկական դիպլոմ կյանքում հաջողության հասնելու անհագ սով։ Այսօր նրա լոգիստիկ ընկերությունը երկրի խոշորագույններից մեկն էր, ամբողջ հանրապետության տարածքով մեկ սփռված ավտոպարկերով միլիոնավոր դոլարների պայմանագրերով, որոնք շարժման մեջ էին դնում հայկական տնտեսությունը։ Բայց այդ ուրբաթ առավոտ նրա միտքը զբաղեցնում էին ոչ թե իր գրասենյակում սպասող ֆինանսական հաշվետվությունները, ոչ էլ ճապոնացի ներդրողների հետ կեսօրին նախատեսված հանդիպումը։ Դա Կարինեն էր։ Նրա 29 տարեկան հարսնացուն, Հայաստանի ամերիկյան համալսարանի կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, Ծաղկաձորի ավանդապաշտ ընտանիքի դուստր, որն անխռով քնած էր իր կողքին, շագանակագույն մազերը սփռված ներկրված մետաքսե բարձի վրա։ Էդվարդը մի քանի վայրկյան նայեց նրան, փորձելով վերծանել, թե ինչ էր զգում նրան այնտեղ տեսնելով։ Սեր։ Անշուշտ։ Կարինեն խելացի էր, նրբագեղ, գիտեր զրուցել արվեստի, գրականության, միջազգային քաղաքականության մասին։ Նա ուներ բյուրեղյա ծիծաղ, որն արձագանքում էր առանձնատան միջանցքներում, գլուխը նրբորեն թեքելու մի ձիեր կենտրո։ Նա ցած էր։ Բայց կարս մի բան, որը նա չէր կարողանում անվանել, մի զգացողություն, որն աճում էր նրա կրծքում դանդաղորեն տարածվող ստվերի պես։ Նա լուռ վեր կացավ գնաց դեպի հանդերձասրահ, որտեղ ընտրեց ռազմական ճշգրտությամբ շարված մուգ կոստյումներից մեկը։ Հագնվելիս նրա միտքը թափառեց դեպի նախորդ երեկոյան զրույցը։ Նրանք ընթրում էին պատշգամբում, աստղերի տակ, երբ Կարինենს մեկ անգամ բարձրացրեց ամուսնության գույքային ռեժիմի հարցը։ Էդվարդ սիրելիս, ասել էր նա, նրբորեն խաղալով մատների արանքում գտնվող ֆրանսիական գինու բաժակով, դու երբեմն մտածել ես պարոն Հակոբյանի հետ խոսել մեր նախամուսնական պայմանագրի այդ կետերի մասին։ Սա անվստահություն չէ, պարզապես զարմուհիս Նարինեն ինձ մի քանի սարսափելի դեպքեր է պատմել մարդկանց մասին, ովքեր բարդ իրավիճակներում են հայտնվել, քանի որ համապատասխան փաստաթղթավորում չեն ունեցել։ Այն ժամանակ Էդվարդը ժպտացել համաձայնել էր, ասելով, որ հաջորդ շաբաթ հանդիպում կնշանակի փաստաբանի հետ։ Բայց հիմա, արշալույսի լռության մեջ, այդ խոսակցությունը նրա մտքում այլ երբ էր հնչում։ Սա առաջին անգամը չէր, որ Կարինեն շոշափում էր այդ թեման։ Վերջին շաբաթներին նա հիշատակել էր կյանքի ապահովագրության գտակների, օֆշորային ներդրումների մասին, միշտ նույն անփույթ տոնով, կարծես եղանակի մասին խոսելիս լիներ։ Էդվարդն ավարտեց իտալական փողկապը հարմարեցնելը իջավ մարմարե սանդուղքներով, որոնք տանում էին դեպի խոհանոց։ 800 քառակուսի մետր մակերեսով առանձնատունը լուռ էր, բացառությամբ տիկին Լուսինեի քայլերի գրեթե աննկատ աղմուկի, որն արդեն նախաճաշ էր պատրաստում։ Լուսինեն Էդվարդի մոտ աշխատում էր ավելի քան 10 տարի, այն ժամանակներից, երբ նա դեռ ապրում էր Արաբկիրի 3 սենյականոց բնակարանում, շատ ավելի վաղ, քան Կարինեն կհայտնվեր նրա կյանքում։ Բարի լույս, պարոն Էդվարդ, մրմնջաց նա իր ցածր ու հարգալից ձայնով, աչքերը չբարձրացնելով իր պատրաստած սկուտեղից։ Լուսինեն 52 տարեկան կին էր, ջերմակած մազերը միշտ կոկիկ հավաքված կոսի մեջ, ով ամուսնու վաղաժամ մահից հետո միայնակ մեծացրել էր 3 երեխա։ Էդվարդը նրան բավական լավ էր ճանաչում, հասկանալու համար, որ ինչ-որ նրան անհանգստացնում է։ Բարի լույս, տիկին Լուսինե։ Այդ ինչ դեմք է։
Ինչ-որ բան է պատահել։ Նա մի պահ տատանվեց, ձեռքերը կանգ առան ճենապակյա ափսեների վրա։ Ոչինչ չի պատահել, պարոն Էդվարդ։ Պարզապես։ Երեկ, երբ հյուրասենյակն էի կարգի բերում, ակամա լսեցի, թե ինչպես էր տիկին Կարինեն հեռախոսով խոսում։ Էդվարդը զգաց, թե ինչպես սառը մի բան սողաց իր մեջքով։ Ինչ էր խոսում։ Լուսինեն էլ ավելի ցածրացրեց ձայնը, կարծես պատերն իրենք կարող էին լսել։ Նա ինչ-որ մեկի հետ զրուցում էր զարդերի մասին, հարցնում էր, թե որքան արժե Մարգարտե վզնոցը, որը դուք նվիրեցիք անցած ամիս։ Եվ հետո հարցրեց մի քանի նկարների մասին, այն նկարների, որոնք ճաշասենյակում են կախված։ Հաջորդած լռությունը կապարի պես ծանր էր։ Էդվարդը զգում էր, որ սիրտը սկսել է ավելի ուժգին բաբախել, բայց նրա դեմքի արտահայտությունը մնաց անխռով։ Տարիների ընթացքում, փորձառու գործարարների հետ բանակցելով, նա սովորել էր երբեք զարմանք կամ անհարմարություն ցույց չտալ։ Գուցե մտածում էր ապահովագրություն անել, ասաց նա ավելի շատ ինքն իրեն, քան Լուսինեին։ Կարող է, այո, պարոն, համաձայնեց նա, բայց նրա տոնը հստակ ցույց էր տալիս, որ չի հավատում այդ հնարավորությանը։ Էդվարդը լուր սուրճ խմեց, դանդաղ համտեսելով մուգ հեղուկը, պատուհանից այգուն նայելով։ Լուսինեի խոսքերն արձագանքում էին նրա մտքում, խառնվելով այն բոլոր մանր դիտարկումներին, որոնք նա արել էր Կարինեի վերաբերյալ վերջին շաբաթներին։ Այն, թե ինչպես էին նրա աչքերը փայլում, երբ նա որե շահութաբեր գործարք էր հիշատակում։ Թե ինչպես էր նա միշտ միջոց գտնում զրույցները ֆինանսական թեմաների ուղղությամբ տանելու։ Թե ինչպես էր պնդել ծանոթանալ իր հաշվապահի, փաստաբանի, ներդրումային խորհրդատուի հետ։ Բայց Էդվարդը մի մարդ էր, ով կայսրություն էր կառուցել, հիմնվելով ուշադիր դիտարկման փաստերի սառը վերլուծության վրա։ Նա չէր պատրաստվում որե հապճեպ որոշում կայացնել, հիմնվելով միայն կասկածների վրա։ Եթե Կարինեին հետաքրքրում էր միայն իր փողը, նա պետք է բացարձակապես վստահ լիներ, նախքան նրան դիմակայելը։ Հենց այդ ժամանակ նրա մտքում մի գաղափար սկսեց ձևավորվել։ Միաժամանակ սարսափելի հանճարեղ գաղափար։ Տիկին Լուսինե, կանչեց նա, ստիպելով աշխատակցուհուն մոտենալ։ Դուք հիշո՞ւմ եք այն վթարը, որի մեջ ընկա մոտ 15 տարի առաջ, երբ նոր էի սկսում ընկերությունը։ Այն տեսողության խնդիրը, որի պատճառով մի օր լավ չէի տեսնում։ Հիշում եմ, այո, պարոն Էդվարդ։ Այն ժամանակ դուք շատ անհանգիստ էիք, մտածելով, որ ընդմիշտ կկորցնեք տեսողությունը։ Ճիշտ այդպես։ Իսկ հիշո՞մ եք բժիշկ Մարտիրոսին, ակնաբույժին, ով ինձ բուժեց։ Նա դեռ իմ ընկերն է, ժամանակ առ ժամանակ այստեղ է ընթրում։ Լուսինեն գլխով հաստատեց, չհասկանալով, թե ուր էր տանում Էդվարդը։ Տիկին Լուսինե, ինձ պետք է, որ դուք ինձ համար մի շատ հատուկ լավություն անեք։ Եվ պետք է, որ դա մեր գաղտնիքը լինի, առայժմ։ Աշխատակցուհին էլ ավելի մոտեցավ, նրա աչքերը ցույց էին տալիս մի հավատարմություն, որը Էդվարդը գիտեր, որ անկեղծ է։ Ինչ որ պետք լինի, պարոն Էդվարդ։ Դուք գիտեք, որ կարող եք իմ վրա հույս դնել։ Էդվարդը ցածր ձայնով բացատրեց իր գաղափարը, ուշադիր հետելով Լուսինեի դեմքի արտահայտությանը, մինչ նա հասկանում էր ծրագրի ողջ մասշտաբը։ Երբ նա ավարտեց, Լուսինեն մի քանի վայրկյան լուռ մնաց, մարսելով այն ամենը, ինչ լսել էր։ Դուք վստահ եք, որ ուզում եք դա անել, հարցրեց նա վերջապես։ Ես պետք է իմանամ ճշմարտությունը, տիկին Լուսինե։ Եթե ես սխալվում եմ Կարինեի հարցում, ես իմ ողջ կյանքում ներողություն կխնդրեմ։ Բայց եթե ես ճիշտ եմ։ Նա նախադասությունը չավարտեց։ Կարիք չկար։ Այդ օրը կեսօրին Էդվարդը իր գրասենյակում էր, Հյուսիսային պողոտայի գործարար շենքի 22-րդ հարկում, երբ զանգահարեց բժիշկ Մարտիրոս Սարգսյանին։ Ակնաբույժը, զարմացած իր հիվանդի ընկերոջ անսովոր խնդրանքից, սկզբում տատանվեց համաձայնել ծրագրին։ Էդվարդ, դա շատ ռիսկային է։ Եթե իմանան, իմ կարիերան կարող է փլուզվել։ Մարտիրոս, դու ինձ որքան ժամանակ ես ճանաչում։ Երբե արել եմ մի բան, որը կարող էր վնասել քեզ կամ որե այլ մարդու։ Ինձ պետք են ընդամենը մի քանի կեղծ հետազոտություն, ժամանակավոր բժշկական եզրակացություն։ Առավելագույնը 2 շաբաթից ես կբացահայտեմ ճշմարտությունը, ողջ պատասխանատվությունը կվերցնեմ իմ վրա։ Երկար զրույցից հետո բժիշկը համաձայնեց օգնել։ Նա Էդվարդին տարիներ շարունակ ճանաչում էր, գիտեր նրա ի ազնիվ մարդու կերտած ուղու մասին։ Եթե նա դա էր խնդրում, պետք է որ շատ լուրջ պատճառ ունենար։
Երբ Էդվարդն այդ երեկո տուն հասավ, գտավ Կարինեին առանձնատան սպասսրահում, հանգստանալիս հիդրոմերսման լոգարանում ֆրանսիական շամպայն խմելով։ Նա փայլում էր, պատմում էր ընկերուհիների հետ Արտրի կենտրոնում անցկացրած օրվա, արած գնումների, 3 շաբաթից կայանալիք նշանադրության երեկույթի պլանների մասին։ Սիրելիս, դու լավ ես, հարցրեց նա, նկատելով Էդվարդի դեմքի արտահայտության մեջ ինչ-որ տարօրինակ բան։ Անհանգիստ տեսք ունես։ Էդվարդը նստեց լոգարանի եզրին, նրբորեն շոյելով Կարինեի դեմքը։ Այդ պահին նրա մի մասը դեռ հույս ուներ, որ լիովին սխալվում է իր կասկածներում։ Հույս ուներ, որ նա իսկապես այն սիրահարված կինն է, որը ձացնում էր։ Ուղղակի մի փոքր հոգնած եմ, սիրելիս։ Գրասենյակում երկար օրեր։ Կարինեն ժպտաց նրա ձեռքը քաշեց տաք ջրի մեջ։ Խեղճ իմ գործարար։ Ուզում ես հետո մերսում անեմ։ Թե։ Նախընտրում ես ճապոնական ուտեստ պատվիրենք, ֆիլմ դիտենք։ Էդվարդը պատասխան ժպտաց, բայց ներսում աճող դատարկություն էր զգում։ 24 ժամից նա կիմանար, թե արդյոք իր կողքի կինն իսկապես այն մարդն է, ում ինքը կարծում էր։ Հաջորդ առավոտ, շաբաթ օրը, Էդվարդն արթնացավ սովորականից շուտ։ Կարինեն դեռ խորը քնած էր իր կողքին, մի ձեռքը գցած նրակ լցքին մի ժեստով, որը կարող էր քնքուշ թվալ, բայց որին նա այժմ այլ աչքերով էր նայում։ Նա զգուշորեն վեր կացավ, որ չարթնացնի նրան, գնաց դեպի լոգասենյակ։ Հայելու մեջ նա նայեց իր սեփական արտացոլանքին։ Մուգ մազեր, քունքերին մի քանի ճերմակ մազերով, կանաչ աչքերի շուրջ նուրբ կնճիռներ, տարիներ շարունակ հանդիպումների ժամանակ ժպտալու գործարքներ կնքելու արդյունք։ Նա իր տարիքի համար գրավիչ տղամարդ էր, գիտեր դա։ Բայց նա գիտեր, որ իր հիմնական գրավչությունը միշտ եղել է այն ֆինանսական կայունությունը, որը կարող էր առաջարկել։ Լոգանք ընդունեց, սովորական հագուստ հագավ, իջավ խոհանոց։ Լուսինեն արդեն պատրաստում էր հանգստյան օրերի նախաճաշը, որն ավելի հարուստ էր, քան աշխատանքային օրերինը։ Նրբաբլիթներ, թարմ մրգեր, բնական հյութեր, թթխմորով հաց, որն ինքն էր թխում։ Բարի լույս, պարոն Էդվարդ։ Լավ քնեցիք։ Այդքան էլ չէ, տիկին Լուսինե։ Իսկ դուք պատրաստ եք մեր ներկայացմանը։ Նա լրջորեն գլխով արեց։ Այո, պարոն։ Բայց ես դեռ կարծում եմ, որ դուք պետք է նախ նրա հետ խոսեք, նրան բացատրվելու հնարավորություն տաք։ Էդվարդը գնահատում էր Լուսինեի անկեղծ բարությունը, նրա մարդկանց մեջ միշտ լավագույնին հավատալու հակումը։ Դա այն հատկանիշներից մեկն էր, որն ամենաշատն էր հիանում նրա մեջ։ Եթե ես սխալվում եմ, խոստանում եմ, որ իմ ողջ կյանքում կքավեմ իմ մեղքը Կարինեի առաջ։ Բայց ես պետք է իմանամ։ Առավոտյան ժամը 10-ի մոտ Կարինեն իջավ, հագին մետաքսե խալաթներից մեկը, որը Էդվարդը նրա համար գնել էր Փարիզում։ Նա գեղեցիկ էր, ինչպես միշտ, մազերը մի փոքր խառնված քնից, մաշկը ոսկեգույն, լողավազանի արի վերահսկվող ազդեցությունից։ Բարի լույս, սիրելիս, ասաց նա, նրան երկար համբուրելով շուրթերին։ Ինչ հիանալի բույր է, Լուսինե։ Սովից մեռնում եմ։ Երեքով միասին նախաճաշեցին պատշգամբում, զրուցելով հանգստյան օրերի պլանների մասին։ Կարինեն առաջարկեց արագ ուղղորություն դեպի Ծաղկաձոր, որտեղ կարող էին այցելել իր ընտանիքին օգտվել առիթից, փաստաբան Զարմիկի հետ խոսելու ամուսնու թյամ որոշ մանրամասների մասին։ Միշտ վերջին պահին բյուրոկրատական հարցեր են առաջանում, բացատրեց նա, նրբորեն կծելով պապայայի մի կտոր։ Ավելի լավ է ամեն ինչ նախօրոք լուծել, որ հետո գլխացավանք չունենանք։ Էդվարդը համաձայնեց, ուշադիր հետելով նրան։ Յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր ժեստ, դեմքի յուրաքանչյուր արտահայտություն։ Մի քանի ժամից այդ ամենը փորձության կենթարկվեր։ Նախաճաշից հետո նրանք գնացին դեպի լողավազան։ Էդվարդն իր առավոտյան լողն էր անում, մինչ Կարինեն արայրուք էր ընդունում շեզլոնգի վրա, թերթելով դեկորի ամսագիր, երբեմն մեկնաբանելով այն փոփոխությունները, որոնք կցանկանար անել առանձնատանը։ Էդվարդ, դու երբե մտածել ես ճաշասենյակի այս նկարները փոխելու մասին։ Ոչ թե գեղեցիկ չեն, բայց մի տեսակ հնաոճ են։ Ես Սարյան փողոցի շրջանում մի հրաշալի պատկերասրահ գիտեմ, ավելի ժամանակակից գործերով։ Էդվարդը դադարեց լողալ, հենվեց լողավազանի եզրին։ Սրանք նկարներ են, որոնք գնել եմ շատ տարիներ առաջ, երբ նոր էի սկսում արվեստի մեջ ներդրումներ անելու հնարավորություն ունենալ։ Ինձ համար զգացմունքայ։ Ին արժեք ունեն։ Իհարկե, սիրելիս, լիովին հասկանում եմ։
Պարզապես երբեմն լավ է միջավայրը թարմացնել, գիտես։ Իրերին նոր տեսք տալ։ Նա վերադարձավ ամսագիրը թերթելուն, կարծես անտարբեր լինելով նրա պատասխանին։ Բայց Էդվարդը նկատել էր, թե ինչպես էին նրա աչքերը փայլել, երբ նա հիշատակել էր արվեստի մեջ ներդրումներ անել։ Փազլիս մի կտոր ընկավ իր տեղը։ Ժամը 2-ին նրանք գնացին տան գրասենյակ, որտեղ Էդվարդը պահում էր իր անձնական փաստաթղթերը։ Նա տեսազանգ էր նշանակել Գյումրիից մի հաճախորդի հետ, Կարինեն առաջարկեց օգնել կարգի բերել որոշ թղթեր, մինչ նա աշխատում էր։ Հենց այդ վիրտուալ հանդիպման ժամանակ Էդվարդն իրականացրեց իր ծրագրի առաջին մասը։ Նավահանգստային լոգիստիկայի մասին բացատրության կեսին նա ծացրեց, թե հանկարծակի գլխապտույտ ունի։ Ձեռքերը տարավ գլխին, մի քանի անգամ թարթեց, կարծես տեսնելու դժվարություն ունենար։ Կներեք, ընկերներ, տեսողությանս հետ մի տարօրինակ բան է կատարվում, ասաց նա տեսախցիկին։ Եկեք այս հանդիպումը հետաձգենք։ Կարինեն, որը մոտակա դարակում փաստաթղթեր էր դասավորում, իջապես մոտեցավ։ Սիրելիս, ինչ եղավ։ Ինչ ես զգում։ Էդվարդը մի փոքր գայթակղելով վեր կացավ, մի ձեռքով հենվելով սեղանին։ Ամեն ինչ մի տեսակ մշուշոտ է։ Երի գլխացավը, այս շաբաթ շատ եմ աշխատել։ Արի գնանք ննջասենյակ, դու պետք է հանգստանաս։ Կարինեն օգնեց նրան բարձրանալ աստիճաններով, անկեղծորեն անհանգստացած։ Կեսօրվա մնացած մասը նա ուշադիր էր, նրա համար թեյ բերեց, սառը թրջոցներ դրեց ճակատին։ Էդվարդը գրեթե մեղավոր էր զգում նրան խաբելու համար, տեսնելով այդքան ակնհայտ հոգատարություն։ Բայց երբ երեկոյան ծացրեց, թե ախտանիշները վատացել են, երբ ասաց, որ տեսնում է միայն ուրվագծեր ու լղոզված պատկերներ, նրա արձագանքը սկսեց նրբորեն փոխվել։ Անհանգստությունը դեռ կար, բայց Էդվարդը նրա ձայնի մեջ այլ տոն նկատեց, գրեթե աննկատելի անհամբերություն։ Էդվարդ, դու վստահ ես, որ չես ուզում հիվանդանոց գնալ։ Կարող է լուրջ բան լինել։ Վաղը առավոտյան կզանգեմ բժիշկ Մարտիրոսին։ Եթե չլավանա, կգնանք հիվանդանոց։ Կարինեն համաձայնեց, բայց Էդվարդը նկատեց, թե ինչպես նա երկար նայեց սենյակի շուրջը, կարծես մտովի կատալո։ Գավորում էր ննջասենյակում սփռված արժեքավոր իրերը։ Կիրակի առավոտյան բժիշկ Մարտիրոսը տնային այցի եկավ առանձնատուն։ Էդվարդը խնդրել էր նրան հնարավորինս համոզիչ լինել, բժիշկը կատարելությամբ խաղաց իր դերը։ Նա շարժական սարքավորումներով զննեց Էդվարդի աչքերը, տեխնիկական հարցեր տվեց, անկեղծ անհանգստություն ցուցաբերեց։ Պետք է, որ դու գաս կլինիկա, ավելի մանրամասն հետազոտությունների համար, ասաց նա Կարինեի ներկայությամբ։ Կարող է ցանցաթաղանթի վնասվածք լինել, սթրեսի կամ բարձր ճնշման հետանքով։ Երբեմն պատահում է մեծ ճնշման տակ աշխատող ղեկավարների մոտ։ Կարինեն ուղեկցեց Էդվարդին կլինիկա, որտեղ բժիշկ Մարտիրոսը մի շարք կեղծ հետազոտություններ անցկացրեց։ Ժամեր անց, երբ նրանք այնտեղից դուրս եկան անոթային տրավմայի հետանքով առաջացած ժամանակավոր կուրության ախտորոշմամբ, Էդվարդն ուշադիր հետեց իր հարսնացուի արձագանքին։ Կարինեն լաց եղավ։ Ամուր գրկեց նրան, ասաց, որ վախենում է, որ չգիտի, թե ինչպես են միասին դիմակայելու դրան։ Բայց Էդվարդը, ծածնելով, թե չի կարողանում տեսնել, նրա ձայնի մեջ նկատեց մի բան, ը չէր համապատասխանում արդյունքներին։ Մի տեսակ զսպված հուզմունք, կարծես նա վերլուծում էր այդ նոր իրավիճակի հետանքները։ Տուն վերադառնալու ճանապարհին նա շատ հարցեր տվեց կանխատեսման, այն մասին, թե որքան կտի կուրությունը, թե ինչպես դա կանդրադառնա Էդվարդի բիզնեսի վրա։ Հարցեր, որոնք կարող էին մեկնաբանվել որպես սիրառատ անհանգստություն, բայց որոնք այլ կերպ էին հնչում մեկի համար, ով ուշադրություն էր դարձնում մանրուքներին։ Բժիշկն ասաց, որ որքան ժամանակ կարող է տել, հարցրեց նա երրորդ անգամ։ 1-ից 3 ամիս, կախված բուժումից։ Իսկ դու կկարողանաս աշխատել։ Այսինքն, կկարողանաս կարևոր որոշումներ կայացնել ընկերության վերաբերյալ։ Էդվարդը ծացրեց, թե չափազանց հոգնած է պատասխանելու համար, գլուխը հենելով մեքենայի նստատեղին։ Բայց նրա միտքը լիովին արթուն էր, գրանցելով յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հնչերանգ։ Երբ տուն հասան, Լուսինեն նրանց սպասում էր դռան մոտ, անհանգստության արտահայտությամբ, որը Էդվարդը գիտեր, որ անկեղծ է։ Նա կատարելապես խաղացել էր իր դերը, ցնցում տխրություն ցուցաբերելով։ Վնորության կապակցությամբ։ Պարոն Էդվարդ, շատ ցավում եմ։ Ինչ որ պետք լինի, ես այստեղ եմ։ Շնորհակալ եմ, տիկին Լուսինե։ Պետք է տանը որոշ բաներ վերադասավորենք, որպեսզի ես կարողանամ անվտանգ տեղաշարժվել։
Կարինեն անմիջապես առաջարկեց ամեն ինչի մասին հոգ տանել։ Ասաց, որ կստանձնի տնային պարտականությունները, կօգնի նրան նամակագրության հարցում, կլինի նրա աչքերը, մինչ տեսողությունը վերադառնա։ Էդվարդը շնորհակալություն հայտնեց, հուզմունք ձացնելով։ Բայց ներսում նա սառնություն զգաց մեջքին։ Որովհետև Կարինեի իրերի վերահսկողությունը ստանձնելու շտապողականության մեջ մի բան կար, որը կարծես թե միայն սիրով պայմանավորված չէր։ Փորձությունը սկսվել էր։ Եվ Էդվարդը կասկածում էր, որ արդյունքները չեն լինի այն, ինչ իր սիրտը հույս ուներ գտնել։ Առաջիկա օրերին ամեն ինչ կբացահայտվեր։ Ճշմարտությունը միշտ միջոց է գտնում դուրս գալու, Էդվարդը պատրաստ էր դիմակայել ցանկացած բացահայտման, անկախ նրանից, թե որքան ցավոտ կարող էր լինել դա։ Որովհետև, ի վերջո, նա նախընտրում էր ապրել դառը իրականության մեջ, քան ստի քաղցր պա։ Դրանքի առաջին շաբաթը զսպվածության վարժություն էր։ Էդվարդը ստիպված էր վերասովորել սեփական տան յուրաքանչյուր շարժումը, ծածնելով, թե սայթաքում է կահույքի վրա, որը անգիր գիտեր, շոշափելով պատերը, կարծես դրանք անծանոթ տարածքներ լինեին։ Կարինեն առաջին օրերին ցուցաբերեց մի համբերություն, որը գրեթե ստիպեց նրան կասկածել իր կասկածներին։ Նա նրբորեն ուղեկցում էր նրան առանձնատանը, բացատրում, թե որտեղ են իրերը, վերադասավորեց որոշ սենյակներ, նրա տեղաշարժը հեշտացնելու համար։ Սիրելիս, ես մահճակալի կողքին մի աթոռ եմ դրել, որպեսզի հագուստդ հենես, ասում էր նա քաղցր ձայնով, փոխել եմ գիշերասեղանի տեղը, որ ծունկդ չխփես։ Էդվարդը շնորհակալություն էր հայտնում ժեստերով, որոնք իր կարծիքով համոզիչ էին, բայց ներսում դիտում էր յուրաքանչյուր մանրուք, թե ինչպես էր Կարինեն իրեն պահում, երբ կարծում էր, թե նա չի կարողանում տեսնել։ Եվ հենց այդ անզգույշ պահերն էին, որ սկսեցին բացահայտել նրա հարսնացուի իրական բնույթը։ Առաջին շաբաթվա երեքշաբթի օրը, մինչ ծածնում էր, թե ննջում է հյուրասենյակի բազկաթոռին, Էդվարդը լսեց, թե ինչպես է Կարինեն հեռախոսով խոսում պատշգամբում։ Նա միտումնավոր հեռացել էր, մտածելով, որ նա չի կարողանա լսել հեռավորության իր ենթադրյալ խոցելիության պատճառով։ Մարինե, անհավատալի է, թե ինչ պատահեց, ասում էր նա գծի մյուս կողմում գտնվող ինչ-որ մեկին։ Նա կուրացավ, ժամանակավորապես, բայց մինույն է։ Բարդ իրավիճակ է, գիտես։ Այն ամենը, ինչ մենք պլանավորել էինք, կարող է փլուզվել, եթե նա չկարողանա նորմալ աշխատել։ Էդվարդը զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Կարինեի տոնը իր սիրելի տղամարդու բարօրության համար անհանգստացող կնոջ տոն չէր։ Դա վնասները հաշվարկող մեկի տոն էր։ Ոչ, դա չէ, շարունակեց նա դադարից հետո, իհարկե, ես անհանգստանում եմ նրա համար։ Բայց ես նա պետք է պրակտիկ լինեմ։ Հարսանիքը նշանակված է 3 շաբաթից, հիմա չգիտեմ, թե արդյոք սա իդեալական պահն է։ Կույր մարդը չի կարող փաստաթղթեր ստորագրել, չի կարող կարևոր որոշումներ կայացնել բիզնեսի վերաբերյալ։ Էդվարդը սեղմեց բռունցքները, բայց շնչառությունը վերահսկեց, ծածնելով, թե դեռ քնած է։ Կարինեի յուրաքանչյուր խոսքը դաշույնի հարվածի պես էր նրա կրծքին, հաստատելով նրա ամենավատ մտավախությունները։ Ես մի շաբաթ կսպասեմ, տեսնելու, թե ինչպես կզարգանա նրա վիճակը։ Եթե չլավանա, գուցե ավելի լավ է ամեն ինչ հետաձգել։ Ես չեմ կարող ամուսնանալ մեկի հետ, ով լիակատար վերահսկողություն չունի սեփական գույքի նկատմամբ։ Երբ Կարինեն վերադարձավ սենյակ, Էդվարդը ձացրեց, թե արթնանում է քնից, ձգվելով, կարծես խորը հանգստացած լիներ։ Նա մոտեցավ մի ժպիտով, որն այժմ նա գիտեր, որ լիովին կեղծ է։ Ինչպե՞ս ես քեզ զգում, սիրելիս։ Ուզում ես ուտելու բան պատրաստեմ։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Ինչ որ մեկի հետ էիր խոսում։ Ուղղակի Մարինեն էր, անհանգստանում էր քեզ համար։ Բոլորը բարներ են ուղարկում։ Էդվարդը գլխով արեց, բայց ներսում խորը տխրություն զգաց։ Ցավեցնում էր ոչ միայն զգացմունքների դավաճանությունը, այլ այն սառը հաշվարկը, որով Կարինեն վերաբերվում էր իր տառապանքին։ Չորեքշաբթի օրը իրավիճակը սկսեց ավելի ակնհայտ փոխվել։ Կարինեն սկսեց անհամբերություն ցուցաբերել մանր խնդիրների նկատմամբ։ Երբ Էդվարդը նախաճաշի սեղանին ակամա մի բաժակ ջուր թափեց, նա լսելիորեն հոգոց հանեց, նախքան մաքրելը։ Էդվարդ, դու պետք է ավելի զգույշ լինես։ Ես չեմ կարող ամեն անգամ մաքրել։ Տոնը կտրուկ էր, շատ տարբեր առաջին օրերի համբերությունից։ Էդվարդը ներողություն խնդրեց, շփոթմունք ծածնելով, բայց մտովի գրանցում էր իր հարսնացուի վերաբերմունքի յուրաքանչյուր փոփոխություն։ Լուսինեն, որը ամեն ինչ զգուշորեն դիտում էր, սկսեց ավելի մոտենալ Էդվարդին, երբ Կարինեն մոտակայքում չէր։
Հինգշաբթի առավոտյան, մինչ Կարինեն դուրս էր եկել սպասսրահում մերսման, աշխատակցուհին նստեց նրա կողքին պատշգամբում։ «Պարոն Էդվարդ», ասաց նա ցածր ձայնով, «կարող եմ մի բան ասել»։ «Իհարկե, տիկին Լուսինե»։ «Ինչ է պատահել»։ «Երեկ ես ճաշասենյակում հատակն էի մաքրում, նորից լսեցի, թե ինչպես է տիկին Կարինեն հեռախոսով խոսում։ Նա ինչ-որ մեկից հարցնում էր այնտեղ պատին կախված նկարների արժեքի մասին»։ Էդվարդը զգաց, թե ինչպես ստամոքսը կծկվեց։ «Ինչ հարցրեց կոնկրետ»։ «Ուզու մեր իմանալ, թե որքան կարժենա արվեստի գործերը գնահատելը, թե արդյոք հատուկ փաստաթղթեր են պետք վաճառելու համար»։ Խոսեց նա մի քանի վզնոցների ապարանջանների մասին, հարցնելով, թե ավելի լավ է ոսկերչական խանութում վաճառել, թե աճուրդում։ Լուսինեն դադար տվեց, կարծես քաջություն էր հավաքում շարունակելու համար։ «Պարոն Էդվարդ, դա իմ գործը չէ, բայց կարծում եմ, դուք պետք է զգույշ լինեք։ Երեկ նա ձեր գրասենյակի դարակներն էր փորփրում։ Ասաց, որ ինչ-որ փաստաթղթեր է փնտրում կարգի բերելու համար, բայց… Չգիտեմ, ինձ տարօրինակ թվաց»։ Էդվարդը շնորհակալություն հայտնեց տեղեկությունների համար, խնդրելով Լուսինեին շարունակել դիտել հայտնել ցանկացած կասկածելի բանի մասին։ Աշխատակցուհին համաձայնեց, ցուցաբերելով մի հավատարմություն, որը կտրուկ հակադրվում էր Կարինեի վարքագծին։ Ուրբաթ օրը, խաբեության սկզբից մեկ շաբաթ անց, Էդվարդը որոշեց էլ ավելի խորը փորձարկել իր հարսնացուի մտադրությունները։ Նախաճաշի ժամանակ ձացրեց, թե հատկապես ընկճված է։ «Կարինե, ես անհանգստանում եմ բիզնեսի համար։ Այս շաբաթ մի քանի կարևոր որոշումներ պետք է կայացնեմ, բայց չգիտեմ, թե այս վիճակում կկարողանամ լավ կենտրոնանալ»։ Կարինեի աչքերը փայլեցին մի ձով, որը նա փորձեց արագ թաքցնել։ «Սիրելիս, դու հիմա չպետք է աշխատանքի մասին անհանգստանաս։ Պետք է կենտրոնանաս ապաքինման վրա։ Բայց սրանք միլիոնավոր դրամների պայմանագրեր են։ Եթե ես կորցնեմ այս հաճախորդներին, դա կարող է վնասել ամբողջ ընկերությանը»։ Էդվարդն ուշադիր հետում էր Կարինեի դեմքի արտահայտությանը։ Նա ակնհայտորեն ինչ-որ բան էր հաշվարկում, գծելով ստորին շրթունքը, ինչպես է։ Նում էր, երբ լարված մտածում էր։ «Էդվարդ, իսկ եթե ես քեզ օգնեմ որոշ հարցերում։ Կարող եմ քեզ համար փաստաթղթեր կարդալ, հանդիպումներ կազմակերպել, ժամանակավորապես քո աչքերը լինել»։ Առաջարկին ուղեկցում էր քաղցր ժպիտ, բայց Էդվարդը նկատեց խոսքերի հետում թաքնված անհանգստությունը։ Կարինեն օգնություն չէր առաջարկում սիրուց դրդված, նա փորձում էր մուտք գործել նրա բիզնես։ «Չգիտեմ, Կարինե։ Սրանք շատ գաղտնի տեղեկություններ են, ընկերության ռազմավարություններ»։ Էդվարդ, բացականչեց նա, խաբեության սկզբից ի վեր առաջին անգամ Էդվարդը նրա ձայնի մեջ անկեղծ զայրույթ լսեց։ «Մենք 2 շաբաթից ամուսնանալու ենք։ Ես նույնիսկ աշխատանքի հարցում չեմ կարող քեզ օգնել»։ Դիմակը սկսում էր սահել։ Էդվարդը ձացրեց, թե նահանջում է, կարծես զարմացած լիներ նրա փոխված տոնից։ «Կներես, սիրելիս։ Պարզապես այս ամենից շատ զգայուն եմ դարձել։ Իհարկե, կարող ես ինձ օգնել»։ Կարինեն անմիջապես մեղմացրեց արտահայտությունը, կարծես հասկանար, որ չափազանց շատ է բացահայտվել։ «Ներիր, սիրելիս։ Պարզապես նյարդայնանում եմ, տեսնելով, թե ինչպես ես անհանգստանում։ Ուղղակի ուզում եմ օգնել քեզ հաղթահարել այս ամենը»։ Ավելի ուշ, նույն օրը, Էդվարդը փորձեց զացնել տագնապի նոպա։ Սկսեց արագ շնչել, ասաց, որ իրեն լիովին կորցրած է զգում, որ չգիտի, թե ինչպես է ապրելու առանց տեսնելու։ Կարինեի արձագանքը բացահայտող էր։ Սիրահարված կնոջից ակնկալվող կարեկցանքի փոխարեն նա ցուցաբերեց վատ թաքցրած անհամբերություն։ «Էդվարդ, դու չափազանց դրամատիկ ես։ Բժիշկն ասաց, որ դա ժամանակավոր է, այնպես չէ։ Մի քանի շա. բաթից դու նորից նորմալ կլինես։ Բայց իսկ եթե ոչ։ Իսկ եթե դա մշտական է»։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Կարինեն երկար վայրկյաններ տեց պատասխանելու համար, երբ պատասխանեց, նրա ձայնի մեջ մի սառնություն կար, որը Էդվարդը երբեք նախկինում չէր նկատել։ «Դե, այդ դեպքում ստիպված կլինենք հարմարվել, այնպես չէ»։ Այդ խոսքերում քնքշություն չկար, ոչ էլ անվերապահ աջակցության խոստում։ Դա պրակտիկ, հաշվարկված պատասխան էր մեկի կողմից, ով ակնհայտորեն դիտարկում էր իր տարբերակները։ Շաբաթ օրը Էդվարդը որոշեց էլ ավելի մեծացնել ճնշումը։ Ճաշի ժամանակ նա անփույթ նշեց, որ մտածում է իր կտակում որոշ փոփոխություններ անելու մասին, հաշվի առնելով իր առողջական խնդիրը։
Կարող է պատրաստ լինել ցանկացած անակնկալի, ասաց նա, ուշադիր հետելով Կարինեի արձագանքին։ Նա գրեթե խեղդվեց Սաղմոնի կտորից, որը ծամում էր։ Գտա՞ք։ Էդվարդ, ինչու ես այդպիսի մռայլ բաների մասին խոսում։ Մռայլ չէ, խելամիտ է։ Իմ դիրքում գտնվող մարդը պետք է ամեն ինչ կազմակերպված ունենա։ Կարինեն պատառաքաղը դրեց ափսեի մեջ թեքվեց դեպի նա մի արտահ այտությամբ, որը փորձում էր անհանգիստ թվալ։ Բայց դու հապճեպ ոչինչ չես անի, այնպես չէ։ Այսինքն դու հիմա լավ չես մտածում, դու շոկի մեջ ես վթարի պատճառով։ Իրականում, ես ավելի պարզ եմ մտածում, քան երբևէ։ Երբեմն խոցելիությունը օգնում է մեզ տեսնել իրերն այնպիսին, ինչպիսին իրականում են։ Էդվարդը չկարողացավ դիմադրել արտահայտության հեգնանքին, հաշվի առնելով, որ ծածնում էր կույր լինել հենց Կարինեի մասին ճշմարտությունը տեսնելու համար։ Էդվարդ, իսկ եթե այս մասին խոսենք, երբ դու ավելի լավ լինես։ Սա կարևոր որոշումներ կայացնելու ժամանակը չէ։ Եվս մեկ անգամ, Կարինեի անհանգստությունը անկեղծ չէր թվում։ Դա նման էր իր պլանների փլուզումը տեսնող մեկի խուճապին։ Այդ գիշեր Էդվարդը ձացրեց, թե քնած է, երբ լսեց, թե ինչպես է Կարինեն գիշերվա ժամը 2-ին վեր կենում անկողնուց։ Գրեթե փակ կոպերի միջով նա տեսավ, թե ինչպես է նա դուրս գալիս սենյակից, ուղղվելով ներքի հարկի գրասենյակ։ Նա մի քանի րոպե սպասեց, ապա լուռ վեր կացավ, աստիճաններով իջնելով ծայրահեղ զգուշությամբ, որպեսզի աղմուկ չբարձրացնի։ Գրասենյակի դուռը կիսաբաց էր, Էդվարդը կարողացավ տեսնել Կարինեին, նստած իր համակարգչի դիմաց, կատաղի կերպով տպելով։ Էկրանն այնպես էր շրջված, որ նա չէր կարողանում տեսնել, թե ինչ է նա անում, բայց կարող էր լսել ստեղների արագ սեղմման ձայնը։ Կարինեն ակնհայտորեն ինչ-որ բան էր փնտրում համակարգչի ֆայլերում։ Երբեմն նա դադարում էր տպել, Էդվարդը լսում էր թղթերի թերթման ձայնը։ Նա միացրել էր միայն մի փոքր լամպ, փորձելով ուշադրություն չգրավել իր գիշերային գործունեության վրա։ Մոտ 40 րոպե անց Էդվարդը լսեց, թե ինչպես է նա վեր կենում ուղղվում դեպի աստիճաններ։ Նա լուռ վազեց դեպի սենյակ, պառկեց անկողնում ձացրեց, թե խորը քնած է, երբ նա վերադարձավ։ Կարինեն պառկեց նրա կողքին, բայց Էդվարդը կարող էր զգալ նրա անհանգստությունը։ Նա անընդհատ շարժվում էր, ակնհայտորեն անհանգստացած ինչ-որ բանից, որը հայտնաբերել էր իր գիշերային փնտրտուքի ժամանակ նրա փաստաթղթերում։ Կիրակի առավոտյան, նախաճաշի ժամանակ, Կարինենս մեկ անգամ բարձրացրեց ամուսնության հարցը։ Էդվարդ, ես մտածում էի գուցե պետք է արարողությունը մի քանի շաբաթով հետաձգենք, մինչ դու լիովին ապաքինվես։ Էդվարդը զարմանք ձացրեց։ Հետաձգել։ Ինչո՞վ։ Ես կարող եմ ամուսնանալ նույնիսկ առանց տեսնելու։ Պարզապես։ Դե, փաստաթղթերի, ստորագրությունների հարց կա։ Ավելի լավ կլիներ սպասել, մինչ դու 100%-ով լավ լինես։ Կարինե, ես կարող եմ կատարելապես փաստաթղթեր ստորագրել։ Դրա համար տեսնել պետք չէ։ Նա տատանվեց, ակնհայտորեն համոզիչ փաստարկներ փնտրելով։ Պարզապես ես ուզում եմ, որ մեր հարսանիքը կատարյալ լինի, գիտես։ Չեմ ուզում, որ դու վատ հիշողություններ ունենաս մեր կյանքի ամենակարևոր օրվանից։ Էդվարդը գլխով արեց, կարծես դիտարկում էր առաջարկը, բայց ներսում հստակ գիտեր, թե ինչ է կատարվում։ Կարինեն վախենում էր ամուսնանալ մի մարդու հետ, ում նա համարում էր խոցելի պոտենցիալ անկարող որոշումներ կայացնելու սեփական գույքի վերաբերյալ։ Լավ, ասաց նա վերջապես։ Եթե դա է այն, ինչ դու ուզում ես, կարող ենք հետաձգել։ Կարինեի դեմքի թեթացումը ակնթարթային անհերքելի էր։ Նա օրերի ընթացքում առաջին անգամ ժպտաց մի անկեղծ ժպիտ, որը բացահայտում էր, թե որքան էր թեթացել, որ ստիպված չի լինի անմիջապես ամուսնանալ մի մարդու հետ, ում նա համարում էր թուլացած։ Այդ օրը կեսօրին Լուսինեն մոտեցավ Էդվարդին ավելի նգստացնող տեղեկություններով։ Պարոն Էդվարդ, այսօր առավոտյան, երբ սենյակն էի կարգի բերում, տիկին Կարինեն մի տարօրինակ զանգ ստացավ։ Գծի մյուս կողմի մարդը խոսում էր անգործունակության դեպքերի համար լիազորագրի գույքի խնամակալության մասին։ Էդվարդը զգաց, թե ինչպես ցուրտը սողաց մեջքով։ Դուք վստահ եք, թե ինչ լսեցիք։ Այո, պարոն։ Նա հարցնում էր, թե որքան ժամանակ է պահանջվում այդ տեսակի փաստաթուղթ ստանալու համար, արդյոք հնարավոր է դա անել առանց տվյալ անձի իմացության։ Իրավիճակը դառնում էր ավելի լուրջ, քան Էդվարդը պատկերացնում էր։
Կարինեն ոչ միայն հետաքրքրված էր նրա գույքով, նա ակտիվորեն պլանավորում էր դրանց նկատմամբ իրավական վերահսկողություն ստանալ։ Տիկին Լուսինե, պետք է որ դուք շարունակեք ինձ տեղեկացնել այն ամենի մասին, ինչ կլսեք կամ կտեսնեք։ Մենք գործ ունենք ավելի լուրջ բանի հետ, քան ես կարծում էի։ Լուսինեն համաձայնեց, բայց Էդվարդը կարող էր տեսնել անկեղծ անհանգստությունը նրա աչքերում։ Նա սկսում էր հասկանալ Կարինեի սառնության աստիճանը։ Երկուշաբթի օրը սկսվեց Էդվարդի փորձուցիա։ Երկրորդ շաբաթը դրա հետ եկան էլ ավելի անհանգստացնող բացահայտումներ։ Կարինեն գնալով ավելի անհամբեր էր դառնում Էդվարդի սահմանափակումների նկատմամբ, նրան վերաբերվելով ավելի շատ որպես բեռի, քան ուղեկցի։ Էդվարդ, դու նորից ատամի մածուկ ես թափել լվացարանի վրա, բողոքեց նա առավոտյան։ Ես պետք է ամեն անգամ քո հետից մաքրեմ։ Տոնը զուտ զայրույթ էր, առանց այն հասկացողության հետքի, որը սիրող ուղեկիցը կցուցաբերեր։ Կներես, դեռ հարմարվում եմ։ Այո, բայց ես էլ եմ հարմարվում, դա հեշտ չէ։ Էդվարդը ձացրեց, թե մեղավոր է զգում, բայց ներսում զգում էր տխրության զայրույթի խառնուրդ։ Այն կինը, ում նա կարծում էր, թե սիրում է, բացահայտում էր մի դաժան կողմ, որի գոյության մասին նա երբեք չէր պատկերացրել։ Այս երկրորդ շաբաթվա ընթացքում Կարինեն սկսեց տանը փոփոխություններ անել, առանց Էդվարդի հետ խորհրդակցելու։ Պնդում էր, որ վերադասավորում է նրա տեղաշարժը հեշտացնելու համար, բայց Լուսինեն հայտնեց, որ մի քանի արժեքավոր իրեր անհետացել են։ Պարոն Էդվարդ, այն բյուրեղյա ծաղկամանը, որը հյուրասենյակի սեղա նին էր, այլս այնտեղ չէ։ Եվ շվեյցարական ժամացույցը, որը կողասեղանի վրա էր, նույնպես անհետացել է։ Նա ասաց, թե որտեղ են։ Ասաց, որ ուղարկել է մաքրման սպասարկման։ Բայց ինձ տարօրինակ թվաց, որովհետև դուք միշտ շատ լավ էիք խնամում այդ իրերը։ Էդվարդը գիտեր, որ Կարինեն փորձում էր, թե որքան հեռու կարող է գնալ, հեռացնելով արժեքավոր իրերը, տեսնելու, թե արդյոք նա կնկատի բացակայությունը։ Քանի որ ձացնում էր, թե չի կարողանում տեսնել, նա կարծում էր, որ ազատ է անելու այն, ինչ ուզում է։ Այդ երկրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը Կարինեն թույլ տվեց այն սխալը, որին Էդվարդը սպասում էր։ Ընթրիքի ժամանակ նա անփույթ նշեց, որ խորհրդատվություն է նշանակել ընտանեկան իրավունքի մասնագետ փաստաբանի հետ։ Պարզապես մեր իրավիճակի վերաբերյալ որոշ իրավական հարցեր պարզելու համար, բացատրեց նա։ Քո առողջական խնդրի հետ կապված կարող է հասկանալ մեր իրավունքներն ու պարտականությունները։ Էդվարդը գլխով արեց, կարծես գաղափարը խելամիտ էր համարում, բայց հստակ գիտեր, թե որն է Կարինեի իրական նպատակը։ Նա իրավական միջոցներ էր փնտրում իր գույքի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար, օգտագործելով կեղծ կուրությունը որպես արդարացում։ Այդ գիշեր, երբ Կարինեն քնեց, Էդվարդը զանգահարեց իր սեփական փաստաբանին, պարոն Հակոբ Մենդեսին, բացատրելով իրավիճակը, խնդրելով ուղղորդում, թե ինչպես իրավաբանորեն պաշտպանվել։ Էդվարդ, սա շատ լուրջ է, ասաց փաստաբանը։ Եթե նա կարողանա ձեռք բերել լիազորագիր կամ ինչ-որ տեսակի խնամակալություն, հիմնված քո ենթադրյալ անգործունակության վրա, կարող է զգալի վնաս հասցնել քո ունեցվածքին։ Հենց դրա համար եմ այս փորձությունը անում։ Ինձ պետք է նրա մտադրությունների կոնկրետ ապացույցներ, նախքան որևէ միջոց ձեռնարկելը։ Շատ զգույշ եղիր։ Եվ փաստաթղթավորիր այն ամենը, ինչ կարող ես։ Եթե սա հասնի դատարան, մեզ ամուր ապացույցներ պետք կգան։ Էդվարդը համաձայնեց, իմանալով, որ քայլում է պարանի վրայով։ Բայց նա վճռական էր հասնել ճշմարտության խորքերը, անկախ նրանից, թե որքան ցավոտ կլիներ դա։ Երկրորդ շաբաթն ավարտվեց Էդվարդի բացարձակ վստահությամբ, որ իր ամենավատ կասկածները հաստատվում են։ Կարինեն այն սիրահարված կինը չէր, որը ձացնում էր։ Նա հաշվարկող, սառը անձնավորություն էր, ունակ շահագործելու մեկի խոցելիությունը, ում իբր սիրում էր։ Բայց ամենավատը դեռ առջում էր։ Էդվարդը գիտեր, որ պետք է ավելի խորը գնա, փորձարկի Կարինեի դաժանության սահմանները, նրա իրական բնույթի անհերքելի ապացույցներ ունենալու համար։ Փորձությունը հեռու էր ավարտվելուց, ամենացնցող բացահայտումները դեռ առջում էին։ Երրորդ շաբաթը սկսվեց Կարինեի վարքագծի արմատական փոփոխությամբ։ Կարծես նա որոշել էր, որ այլս կարիք չունի նվիրված կնոջ կերպարը պահպանելու։ Էդվարդն արթնացավ երկուշաբթի օրը, գտավ անկողնու իր կողմը դատարկ, սառը, կարծես նա ամբողջ գիշեր այնտեղ չէր քնել։ Իջավ սուրճ խմելու, գտավ Կարինեին խոհանոցում հեռախոսով խոսելիս, ցածր ձայնով, բայց ոչ այնքան ցածր, որ նա չկարողանար լսել խոսակցության կտորները։
Այո, փաստաբան Դավթյան, հասկանում եմ ուրեմն, եթե ես կարողանամ ապացուցել, որ նա ի վիճակի չէ որոշումներ կայացնել սեփական գույքի վերաբերյալ, ճիշտ է, հոգեբուժական գնահատական նույնպես անհրաժեշտ կլինի։ Ոչ, նա չպետք է իմանա, որ ես այս տեղեկություններն եմ փնտրում։ Էդվարդը զգաց, թե ինչպես արյունը եռաց երակներում, բայց պահպանեց չեզոք արտահայտությունը, ծածնելով, թե շոշափելով ճանապարհ է հարթում դեպի սեղան, ինչպես իրական կույր մարդը կաներ։ Կարինեն արագ ավարտեց զանգը, երբ նկատեց նրա ներկայությունը։ «Բարի լույս, սիրելիս», ասաց նա, բայց տոնը լիովին զուրկ էր ջերմությունից։ Այն մեխանիկական էր, ավտոմատ, կարծես անծանոթների միջ ողջույն լիներ։ «Բարի լույս»։ Ո՞մ հետ էիր խոսում։ Ուղղակի ատամնաբույժն էր հաստատում հաջորդ շաբաթվա իմ այցը։ Էդվարդը գիտեր, որ դա սուտ է։ Ատամնաբույժները չեն խոսում հոգեբուժական գնահատականների մտավոր անգործունակության մասին։ Կարինեն փաստաբանների հետ էր խորհրդակցում, թե ինչպես ստանալ իրավական վերահսկողություն իր գույքի նկատմամբ, այժմ նույնիսկ չէր էլ մտահոգվում համոզիչ ստելու մասին։ Նախաճաշի ժամանակ, որը Լուսինեն մատուցեց հարգալից լռությամբ, Էդվարդը նկատեց, որ Կարինեն հատկապես անհանգիստ է։ Նա մատներով թմբկահարում էր սեղանին, ամեն մի քանի րոպեն մեկ ստուգում էր հեռախոսը, կարծես ինչ-որ կարևոր զանգի կամ հաղորդագրության։ Սպասում։ Կարինե, դու լավ ես։ Նյարդային տեսք ունես։ Հիանալի եմ, պատասխանեց նա կտրուկ։ Պարզապես այսօր մի քանի բան ունեմ լուծելու։ Ինչ տեսակի բաներ։ Հարցը նրան ակնհայտորեն անհանգստացրեց։ Էդվարդը կարող էր զգալ նրանից ճառագող լարվածությունը, ինչպես ջերմություն։ Ոչ մի կարևոր բան։ Ձանձրալի բյուրոկրատական հարցեր։ Նախաճաշից հետո Կարինեն փակվեց գրասենյակում ավելի քան 2 ժամով։ Էդվարդը ձացրեց, թե հանգստանում է հյուրասենյակում, բայց պատերի միջով կարողանում էր լսել նրա ձայնը, միշտ ցածր հրատապ տոնով։ Նա առնվազն 5 տարբեր զանգ կատարեց, բոլորի մեջ Էդվարդը որսաց անգործունակություն, խնամակալություն, լիազորագիր հրատապ բառերը։ Երբ նա վերջապես դուրս եկավ գրասենյակից, Էդվարդը ձացրեց, թե քնած է բազկաթոռին։ Գրեթե փակ կոպերի միջով տեսավ, թե ինչպես է Կարինեն կանգնում իր դիմաց երկար րոպեներ նայում նրան մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել նրա դեմքին։ Դա քնքշություն չէր, ոչ էլ անհանգստություն։ Դա զուտ հաշվարկ էր, կարծես նա գնահատում էր մի առարկա, որը մտադիր էր ձեռք բերել։ Լուսինեն, որը մոտակա կահույքի փոշին էր մաքրում, նույնպես նկատեց տեսարանը։ Ավելի ուշ, երբ Կարինեն դուրս եկավ, ինչպես ինքն ասաց, սովորական բժշկական զննության, աշխատակցուհին մոտեցավ Էդվարդին։ Պարոն Էդվարդ, ես պետք է ձեզ մի շատ լուրջ բան պատմեմ։ Էդվարդն ուղղվեց բազկաթոռին, նրա ողջ ուշադրությունը կենտրոնացած էր Լուսինեի խոսքերի վրա։ Այս առավոտ, երբ ես ննջասենյակի լոգարանն էի մաքրում, լսեցի, թե ինչպես է տիկին Կարինեն հեռախոսով խոսում։ Նա շատ մանրամասն պլան էր քննարկում։ Ինչ տեսակի պլան։ Լուսինեն նյարդայնացած շուրջը նայեց, կարծես վախենում էր, որ իրեն կլսեն, նույնիսկ իմանալով, որ Կարինեն դուրս է եկել։ Նա ինչ-որ մեկի հետ խոսում էր, թե ինչպես հասնել նրան, որ բժիշկը հաստատի, որ դուք մտավոր ունակություններ չունեք սեփական գույքը կառավարելու համար։ Խոսեց մի հոգեբույժ վարձելու մասին, ով կարող էր։ Ում կարելի էր համոզել բարենպաստ եզրակացություն կազմել։ Էդվարդը զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Իրավիճակը շատ ավելի լուրջ էր, քան նա պատկերացնում էր։ Կարինեն ոչ միայն հետաքրքրված էր իր փողով, նա ակտիվորեն դավադրություն էր կազմակերպում, նրան մտավոր անգործունակ հայտարարելու համար։ Ավելին կա, պարոն Էդվարդ։ Նա խոսում էր որոշ գույքի տեղը փոխելու մասին, նախքան որը իրավական գործընթաց կսկսվեր։ Ասաց, որ ավելի հեշտ է իրերը փոխանցել, երբ մարդը համագործակցող է։ Համագործակցող, կրկնեց Էդվարդը, բերանում դառը համ զգալով։ Եվ մի ուրիշ բան էլ կա, շարունակեց Լուսինեն, այժմ տեսանելիորեն հուզված։ Երեկ գիշեր, երբ դուք քնած էիք, նա մի անծանոթ տղամարդու բերեց այստեղ։ Նրանք ճաշասենյակում մնացին ավելի քան 1 ժամ, նայելով նկարներին, քանդակներին, ինչ-որ բաներ գրելով տետրի մեջ։ Էդվարդը կտրուկ վեր կացավ բազկաթոռից։ Տղամարդ։ Ինչ տեսակի տղամարդ։ Կարծես արվեստի գնահատող էր, կամ նման մի բան։ Շատ մոտիկից էր զննում ամեն ինչ, հեռախոսով նկարում։ Տիկին Կարինեն ասաց նրան զգույշ լինել։ Որ դուք չպետք է իմանաք։ Դավաճանությունը բացահայտվում էր իր ողջ մեծությամբ։
Կարինեն ոչ միայն պլանավորում էր վերահսկողություն ստանալ իր գույքի նկատմամբ, նա ակտիվորեն գնահատում կատալոգավորում էր այն ամենը, ինչ մտադիր էր յուրացնել։ «Տիկին Լուսինե», ասաց Էդվարդը, նրա ձայնը լի սառը վճռականությամբ, «պետք է, որ դուք ինձ օգնեք մի շատ կարևոր հարցում։ Մենք պետք է փաստաթղթավորենք այն ամենը, ինչ այստեղ կատարվում է»։ Լուսինեն անմիջապես համաձայնեց։ Էդվարդը բացատրեց, որ ուզում է, որ նա, երբ հնարավոր է, ձայնագրի Կարինեի խոսակցությունները, լուսանկարի ցանկացած կասկածելի փաստաթուղթ, որը կգտնի մանրամասն գրանցում պահի տնից անհետացող բոլոր իրերի մասին։ Բայց, պարոն Էդվարդ, եթե նա իմանա, որ ես ձեզ եմ օգնում։ Նա չի իմանա։ Եվ եթե իմանա, ես ձեզ կպաշտպանեմ։ Դուք ունեք իմ խոսքը։ Այդ օրը կեսօրին, երբ Կարինեն վերադարձավ իր ենթադրյալ բժշկական զննությունից, Էդվարդը որոշեց էլ ավելի խորը փորձարկել նրա մտադրությունները։ Ծացրեց, թե հատկապես շփոթված ապա կողմնորոշված է։ Կարինե, այսօր ինձ շատ տարօրինակ եմ զգում։ Մի տեսակ կորած, գիտես։ Երբեմն մոռանում եմ, թե որտեղ եմ։ Կարինեի աչքերը փայլեցին մի հետաքրքրությամբ, որը նա փորձեց թաքցնել որպես անհանգստություն։ Մոռանում ես, թե որտեղ ես։ Ինչպես թե։ Դժվար է բացատրել։ Կարծես միտքս էլ է մի տեսակ մշուշվում տեսողությանս հետ միասին։ Էդվարդն ուշադիր հետում էր նրա արձագանքին։ Սիրող ուղեկցի ցուցաբերած անկեղծ անհանգստության փոխարեն Կարինեն գրեթե հուզված էր թվում այն հնարավորությունից, որ նա կուրությունից բացի մտավոր խնդիրներ է զարգացնում։ Էդվարդ, դու այդ մասին բժշկին ասել ես։ Ոչ, դեռ ոչ։ Կարծում ես, պետք է։ Իհարկե, այո։ Սա կարող է շատ լուրջ լինել։ Ես վաղը իսկ քեզ համար այց կնշանակեմ։ Կարինեի շտապողականությունը Էդվարդի ենթադրյալ մտավոր վա։ Դադարեցման մասին բժշկական փաստաթղթեր ստանալու հարցում հաստատում էր նրա բոլոր կասկածները։ Նա չէր ուզում օգնել նրան լավանալ, նա ուզում էր պաշտոնական ապացույցներ, որ նա անգործունակ է։ Երեքշաբթի օրը Կարինեն նրան ուղեկցեց իր ընտրած նյարդաբանի մոտ։ Էդվարդը ամբողջ այցի ընթացքում շփոթված ծացրեց, բժշկի հարցերին տալով անորոշ հակասական պատասխաններ։ Կարինեն, նստած կողքին, շեշտում էր Էդվարդի ցուցաբերած մտավոր շփոթության յուրաքանչյուր նշան։ Բժիշկ, նա մի քանի օր է այս վիճակում է, ասում էր նա կեղծ անհանգստությամբ։ Երբեմն մոռանում է, թե որտեղ է դրել իրերը, ապա կողմնորոշվում է, թե օրվա որ ժամն է։ Ես շատ անհանգիստ եմ։ Բժիշկը, էթիկական մասնագետ, առաջարկեց մի շարք ավելի մանրամասն հետազոտություններ, նախքան որը եզրակացության գալը։ Բայց Էդվարդը նկատեց, թե ինչպես էր Կարինեն պնդում, որ բժիշկը իր դիտարկումները գրավոր ներկայացնի, պարզապես վիճակի զարգացման գրանցում ունենալու համար։ Տուն վերադառնալու ճանապարհին Կարինեն տեսանելիորեն հիասթափված էր բժշկի զգուշավորությունից։ Էդվարդ, դու պետք է ավելի շատ ախտանիշներ նշեիր։ Բժիշկը պետք է հասկանա իրավիճակի լրջությունը։ Ինչ ախտանիշներ։ Չգիտեմ, շփոթմունքը, մոռացկոտությունը։ Դու լավ չես նկարագրում, թե ինչ ես զգում։ Էդվարդը հասկացավ, որ Կարինեն փորձում է նրան ուղղորդել չափազանցնել ախտանիշները, որոնք կարդարացնեին մտավոր անգործունակության հայտարարությունը։ Նրա հաշվարկի սառնությունը սարսափեցնող էր։ Այդ օրը կեսօրին, մինչ Կարինեն սպասսրահում էր, Էդվարդն անսպասելի զանգ ստացավ։ Դա պարոն Հակոբն էր, իր փաստաբանը, անհանգստացնող նորություններով։ Էդվարդ, այսօր մի շատ տարօրինակ զանգ ստացա։ Մի գործընկեր ինձ դիմեց, ասելով, որ իրեն մի կին է խորհրդատվություն խնդրել մտավոր անգործունակության պատճառով արգելանքի գործընթացների մասին։ Նա հիվանդի անունը չի տվել, բայց նրա նկարագրած բնութագրերը ճշգրիտ համապատասխանում էին քո պրոֆիլին։ Էդվարդը զգաց, թե ինչպես սարսուռ անցավ մեջքով։ Նա իսկապես այդ ուղղությամբ է գնում։ Էդվարդ, սա շատ լուրջ է։ Եթե նա կարողանա բժշկական փաստաթղթեր վկաներ հավաքել, որոնք կհաստատեն քո ենթադրյալ անգործունակությունը, կարող է փորձել դատական արգելանք ստանալ։ Դա նրան լիակատար վերահսկողություն կտա քո գույքի նկատմամբ։ Ինչ պետք է անեմ ինձ պաշտպանելու համար։ Առաջին, դադարեցրու կուրության այդ խաբեությունը։ Երկրորդ, փաստաթղթավորիր այն ամենը, ինչ կարող ես նրա գործողությունների մասին։ Եվ երրորդ, լրջորեն մտածիր խարդախության փորձի համար ոստիկանություն դիմելու հնարավորության մասին։ Էդվարդը բացատրեց, որ դեռ մի քանի օր է պետք անհերքելի ապացույցներ հավաքելու համար։
Բայց խոստացավ, որ շուտով կավարտի ներկայացումը կձեռնարկի անհրաժեշտ իրավական միջոցները։ Չորեքշաբթի օրը իրավիճակը սրվեց մինչև ավելի անհանգստացնող մակարդակի։ Լուսինեն հայտնեց, որ Կարինեն առավոտյան երկու տարբեր տղամարդու այց է ունեցել։ Նրանցից մեկը ակնհայտորեն փականագործ էր, որը փոխել էր տան մի քանի սենյակների կողպեքները, այդ թվում գրասենյակի գլխավոր ննջասենյակի պահարանի։ Նա ասաց, որ դա անվտանգության համար է, բացատրեց Լուսինեն, որ քանի որ դուք կույր եք, ավելի լավ կլինի սահմանափակել մուտքը տան որոշ հատվածներ։ Էդվարդը հասկացավ, որ իրեն մակարգված կերպով մեկուսացնում են սեփական գույքից։ Կարինեն ֆիզիկական իրավական պատնեշներ էր ստեղծում իր ունեցվածքի մեջ։ Երկրորդ այցելուն էլ ավելի տագնապալի էր։ Դա մի տղամարդ էր, որը ներկայացավ որպես ֆինանսական խորհրդատու, բայց Լուսինեն լսեց խոսակցության մի մասը, որտեղ նա բացատրում էր Կարինեին, թե ինչպես գաղտնի կերպով փոխանցել ներդրումները։ Նա խոսեց օֆշորային հաշիվների մասին, թե ինչպես փող տեղափոխել առանց հետքեր թողնելու։ Տիկին Կարինեն շատ հետաքրքրված էր, ամեն ինչ գրի էր առնում մի փոքրիկ տետրում։ Էդվարդը հասկացավ, որ պետք է շուտով գործի։ Կարինեն ոչ միայն պլանավորում էր վերահսկողություն ստանալ իր գույքի նկատմամբ, նա պլանավորում էր դրանք անհետացնել, նախքան նա կկարողանար արձագանքել։ Հինգշաբթի օրը Կարինեն թույլ տվեց այն ճակատագրական սխալը, որին Էդվարդը սպասում էր։ Ընթրիքի ժամանակ նա առաջ քաշեց մի առաջարկ, որը լիովին բացահայտում էր նրա մտադրությունները։ Էդվարդ, ես մտածում էի մեր իրավիճակի մասին։ Քո առողջական խնդիրների հետ կապված, գուցե ավելի լավ կլիներ, որ ես ստանձնեի որոշ ֆինանսական պարտականություններ։ Գիտես, այդ բեռը քո ուսերից հանելու համար։ Էդվարդը ձացրեց, թե դիտարկում է գաղափարը։ Ինչ տեսակի պարտականություններ։ Դե ես կարող էի հոգ տանել հաշիվների վճարման, տան կառավարման, գուցե նույնիսկ ներդրումների վերաբերյալ որոշ որոշումների մասին։ Ուղղակի մինչ դու լիովին ապաքինվես։ Դա նշանակում է ինձ լիազորագիր տալ իմ անունից գործելու համար։ Ճիշտ այդպես։ Դա ժամանակավոր կլիներ, պարզապես իրերը հեշտացնելու համար։ Էդվարդը գիտեր, որ եթե ստորագրի որևէ փաստաթուղթ, որը Կարինեին լիազորագիր կտա, նա իր ունեցվածքը կհանձնի նրա ձեռքը։ Եվ հիմնվելով այն ամենի վրա, ինչ նա հայտնաբերել էր վերջին 3 շաբաթների ընթացքում, նա հստակ գիտեր, թե ինչ կաներ նա այդ իշխանությամբ։ Ես պետք է մտածեմ այդ մասին, ասաց նա վերջապես։ Էդվարդ, պնդեց Կարինեն, այս անգամ չկարողացավ թաքցնել իր ձայնի անհամբերությունը, դա այդքան էլ բարդ չէ։ Դա պարզապես ծականություն է։ Ես քո հարսնացուն եմ, 2 շաբաթից մենք ամուսնացած կլինենք։ Բնական է, որ ես հոգ տանեմ այդ բաների մասին։ 2 շաբաթից։ Ես կարծում էի, մենք հետաձգել ենք հարսանիքը։ Կարինեն տատանվեց, ակնհայտորեն հասկանալով, որ հակասել է ինքն իրեն։ Դե, պարզապես։ Գուցե անհրաժեշտ չէ այդքան երկար հետաձգել։ Կախված է նրանից, թե ինչպես դու քեզ կզգաս։ Էդվարդը ճշգրիտ հասկացավ, թե ինչ է կատարվում։ Կարինեն ուզում էր լիազորագիրը մինչ հարսանիքը, որպեսզի կարողանա ազատ գործել։ Բայց նա ուզում էր արագ ամուսնանալ, որպեսզի կնոջ իրավունքով իրավունքներ ունենար իր գույքի նկատմամբ։ Այդ գիշեր, երբ Կարինեն քնեց, Էդվարդը լուռ դուրս եկավ սենյակից գնաց հյուրասենյակ, որտեղ զանգահարեց պարոն Հակոբին։ Հակոբ, ես պետք է վաղը ավարտեմ այս խաբեությունը։ Իրավիճակը չափազանց վտանգավոր է դառնում։ Ինչ է պատահել։ Էդվարդը պատմեց վերջին օրերի իրադարձությունները, այդ թվում լիազորագիր ստանալու ճնշումը Կարինեի բերած կասկածելի խորհրդատուներին։ Էդվարդ, դու իրական ռիսկի տակ ես։ Նա կարող է կեղծ փաստաթղթեր պատրաստել կամ փորձել ստեղծել իրավիճակ, որտեղ դու ստիպված կլինես ստորագրել բաներ, որոնք չես հասկանում։ Պետք է անհապաղ գործես։ Ես հենց դա էլ կանեմ։ Վաղը երեկոյան ես ամեն ինչ կբացահայտեմ։ Ուզում ես, որ ես ներկա լինեմ։ Մեզ կարող են իրավական փաստաթղթեր պետք գալ տեղի ունեցածի վերաբերյալ։ Էդվարդը համաձայնեց։ Նրանք հանդիպում նշանակեցին ուրբաթ երեկոյան ժամը 8-ին։ Դա կլիներ վերջնական բացահայտման պահը։ Ուրբաթ առավոտյան Էդվարդն արթնացավ թեթացման անհանգստության խառնուրդով։ Վերջապես, 3 շաբաթ տաց ներկայացումից հետո, նա հստակ կիմանար, թե որտեղ է կանգնած։
Նա գիտեր, որ Կարինեն այն կինը չէ, ում ինքը կարծում էր, թե ճանաչում է, բայց ուզում էր նրա սեփական բերանից լսել իր ամենավատ կասկածների հաստատումը։ Ամբողջ օրը Կարինեն հատկապես անհանգիստ էր։ Մի քանի զանգ կատարեց, մի քանի ժամով տնից դուրս եկավ, չբացատրելով, թե ուր է գնում, կարծես ինչ-որ պլան էր վերջնականացնում։ Երբ կեսօրին վերադարձավ, նա իր հետ բերել էր փաստաթղթերի մի թղթապանակ, որը փորձեց թաքցնել Էդվարդից։ «Էդվարդ», ասաց նա կեսօրվա թեթ ուտեստի ժամանակ, «այսօր կարողացա խոսել մի շատ լավ փաստաբանի հետ։ Նա մի քանի թղթեր է պատրաստել, որոնք կհեշտացնեն մեր կյանքը»։ «Ինչ տեսակի թղթեր»։ «Այն լիազորագիրը, որի մասին երեկ խոսեցինք, մի քանի այլ փաստաթղթեր, կապված մեր ամուսնության հետ։ Տեխնիկական բաներ, որոնց մանրամասները հասկանալու համար դու պետք չէ անհանգստանաս»։ Էդվարդը գիտեր, որ պահը հասունացել է։ Կարինեն փորձում էր ստիպել նրան ստորագրել փաստաթղթեր, առանց լիովին հասկանալու, թե ինչ է անում, օգտվելով նրա ենթադրյալ կուրությունից, մտավոր շփոթությունից։ «Կարինե, իսկ եթե այսօր դրսում ընտրենք։ Իմ լավացումը նշելու համար»։ «Քո լավացումը»։ «Ես ինձ մի փոքր ավելի լավ եմ զգում, ավելի պարզամիտ։ Կարծում եմ, բուժումն օգնում է»։ Կարինեի դեմքի հիասթափությունը ակնհայտ էր, նույնիսկ եթե նա փորձեց թաքցնել դա։ Ինչ լավ է։ Բայց գուցե ավելի լավ է տանը ընտրենք, դու դեռ ապաքինվում ես։ Իրականում, ես արդեն ամրագրել եմ։ Ժամը 8-ին, այն ֆրանսիական ռեստորանում, որը դու սիրում ես։ Հատուկ անակնկալ կլինի։ Կարինեն համաձայնեց, բայց Էդվարդը կարող էր տեսնել, որ նա դժգոհ է տնից դուրս գալու հեռանկարից, երբ կարճ փաստաթղթեր կային ստորագրվելու սպասող։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ ընթրիքն իսկապես հատուկ կլիներ։ Դա կլիներ այն պահը, երբ բոլոր դիմակները կընկնեին, Էդվարդը վերջապես կճանաչեր այն կնոջ իրական բնույթը, ում նա կարծում էր, թե սիրում է։ Առաջիկա ժամերը կբացահայտեին ամեն ինչ։ Եվ Էդվարդը պատրաստ էր ցանկացած ճշմարտության, որը կգտներ, անկախ նրանից, թե որքան ցավոտ կլիներ դա։ Ռեստորանը հենց այնպիսին էր, ինչպիսին Էդվարդը պլանավորել էր։ Նա առանձին սեղան էր ամրագրել սրահի խորքում, հետաքրքրասեր ականջներից հեռու, որտեղ մեղմ լուսավորությունը ստեղծում էր մտերմիկ մթնոլորտ, որը այլ հանգամանքներում կարող էր ռոմանտիկ լինել։ Բայց այդ ուրբաթ երեկոյան սեղանը պետք է բեմ դառնար նրա կյանքի ամենակարևոր բացահայտման համար։ Կարինեն ճիշտ ժամը 8-ին ժամանեց հագին մուգ կապույտ զգեստը, որը Էդվարդը նվիրել էր անցած ամիս։ Նա գեղեցիկ էր, ինչպես միշտ, մազերը հավաքված նրբագեղ կոսի մեջ, անթերի դիմահարդարում, փայլուն ժպիտ։ Ցանկացած պատահական դիտորդի համար նա նվիրված հարսնացուի կատարյալ կերպար էր, որը դուրս էր եկել ընտրելու իր ապագա ամուսնու հետ։ «Էդվարդ, դու լավ ես», հարցրեց նա նստելիս, ավտոմատ կերպով ձեռքը մեկնելով նրան աթոռի մոտ ուղեկցելու համար։ «Կարողացա՞ր այստեղ հասնել առանց դժվարությունների»։ «Կատարյալ լավ», պատասխանեց Էդվարդը, թույլ տալով, որ իրենց մեկ անգամ ուղեկցեն։ Վարորդն օգնեց, մատուցողը շատ ուշադիր էր։ Առաջին 20 րոպեների ընթացքում նրանք պահպանեցին թվացյալ նորմալ խոսակցություն։ Կարինեն մեկնաբանում էր ճաշացանկը, նկարագրում ուտեստները Էդվարդի համար, ծածնում էր անկեղծ հետաքրքրություն նրա բարօրության նկատմամբ։ Բայց Էդվարդը կարող էր զգալ նրա ձայնի տակ թաքնված լարվածությունը, վատ թաքցրած շտապողականությունը, տուն վերադառնալու իր պատրաստած փաստաթղթերը վերջնականացնելու։ «Էդվարդ, այն թղթերի մասին, որոնք այսօր նշեցի», ասաց նա, երբ մատուցողը բերեց նախուտեստները, «լավ կլիներ, որ դա շուտ լուծեինք։ Որքան շուտ կազմակերպենք մեր ֆինանսական իրավիճակը, այնքան լավ»։ «Իհարկե, սիրելիս»։ «Կոնկրետ ինչ տեսակի փաստաթղթեր»։ Կարինեն մի ակնթարթ տատանվեց, կարծես զգուշորեն ընտրում էր բառերը։ «Դրանք պարզ լիազորագրեր են, գույքի կառավարման պայմանագրեր։ Բաներ, որոնք յուրաքանչյուր զույգ անում է մինչ ամուսնությունը։ Հատկապես հաշվի առնելով քո ներկայիս իրավիճակը»։ Էդվարդը գլխով արեց, կարծես դիտարկում էր առաջարկը, բայց ներսում խորը տխրություն զգաց։ Նույնիսկ այդ պահին, որը պետք է ռոմանտիկ ընթրիք լիներ, Կարինեն չէր կարողանում դադարել մտածել, թե ինչպես ստանալ վերահսկողություն իր ունեցվածքի նկատմամբ։ «Կարինե», ասաց նա, պատառաքաղը դնելով ափսեի կողքին, «ես պետք է քեզ մի շատ կարևոր բան ասեմ»։ Նա աչքերը բարձրացրեց սաղմոնից, որը կտրում էր, հետաքրքրության արտահայտություն անցավ նրա դեմքով։ «Իհարկե, սիրելիս»։ «Ինչ է»։
Վերջին 3 շաբաթների ընթացքում վթարից հետո ես շատ բան սովորեցի ինքս իմ մասին։ Այն մասին, թե ինչն է իրականում կարևոր կյանքում։ Ինչ լավ է, Էդվարդ։ Դժվար պահերը երբեմն մեզ ստիպում են աճել։ Ճիշտ այդպես։ Եվ այն բաներից մեկը, որն ամենաշատը տպավորեց ինձ, այն էր, որ ես հայտնաբերեցի, թե ով է իրականում հոգ տանում իմ մասին։ Կարինեն ժպտաց, ակնհայտորեն մտածելով, որ Էդվարդն իրեն է նկատի ունի։ Ես նա սովորեցի վախի, խոցելիության, կախվածության մասին, շարունակեց նա։ Սովորեցի, թե որքան սարսափելի է չկարողանալ տեսնելը։ Պետք է որ սարսափելի լիներ, սիրելիս։ Այո։ Բայց գիտես, թե ինչն էր ավելի վատ, քան չկարողանալ տեսնելը։ Կարինեն գլուխը թափահարեց, դեմքին անկեղծ հետաքրքրության արտահայտություն։ Այն, որ ես հայտնաբերեցի, որ երբեմն մենք ավելի լավ ենք տեսնում, երբ փակում ենք աչքերը։ Էդվարդը դադար տվեց, ուշադիր հետելով Կարինեի արտահայտությանը։ Նա մի փոքր շփոթված էր թվում, կարծես չէր հասկանում, թե ուր է նա տանում։ Կարինե, այս 3 շաբաթների ընթացքում ես կարողացա տեսնել բաներ, որոնք երբեք նախկինում չէի նկատել։ Ժեստեր, բառեր, վերաբերմունք։ Բաներ, որոնք գուցե անտեսեի, եթե զբաղված լինեի առօրյա հոգսերով։ Էդվարդ, դու ինձ վախեցնում ես։ Ինչի՞ մասին ես խոսում։ Ես խոսում եմ այն զանգի մասին, որը դու արեցիր երկուշաբթի առավոտյան փաստաբան Դավթյանի հետ, քննարկելով, թե ինչպես ստանալ իմ մտավոր անգործունակության մասին հայտարարություն։ Կարինեի պատառաքաղը կանգ առավ օդում։ Նրա դեմքը տեսանելիորեն գունատվեց, բայց նա փորձեց պահպանել հանգստությունը։ Էդվարդ, ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։ Ես խոսում եմ այն տղամարդկանց մասին, որոնց դու տուն բերեցիր, գնահատելու իմ արվեստը, իմ զարդերը, իմ արժեքավոր իրերը։ Էդվարդ։ Ես խոսում եմ այն կողպեքների մասին, որոնք դու փոխել տվեցիր, ինձ արգելելու մուտք գործել իմ սեփական գույք։ Կարինեն պատառաքաղը դրեց ափսեի մեջ, նրա ձեռքերը մի փոքր դողում էին։ Էդվարդ, դու շփոթված ես։ Գուցե ավելի լավ է տուն գնանք։ Ես խոսում եմ այն ֆինանսական խորհրդատուների մասին, որոնց դու խորհրդակցեցիր, իմանալու, թե ինչպես փող փոխանցել օֆշորային հաշիվների, առանց հետքեր թողնելու։ Գույնը լիովին անհետացել էր Կարինեի դեմքից։ Նա նյարդայնացած շուրջը նայեց, կարծես արտակարգ ելք էր փնտրում։ Էդվարդ, դու զառանցում ես։ Քեզ բժշկական օգնություն է պետք։ Եվ ես հիմնականում խոսում եմ այն մասին, թե ինչպես դու վերաբերվեցիր Լուսինեին վերջին շաբաթների ընթացքում, կարծես նա անտեսանելի լիներ, կարծես նա զգացմունքներ չունենար, կարծես նա պարզապես խոչընդոտ լիներ քո պլանների ճանապարհին։ Էդվարդը թեքվեց դեպի Կարինեն, նրա ձայնը ցածր էր, բայց լի մի լարվածությամբ, որը ստիպեց նրան հետ քաշվել աթոռին։ Գիտես, թե ինչ պատմեց ինձ Լուսինեն, Կարինե։ Պատմեց, որ 10 տարի առաջ, երբ նրա որդին մահանում էր լեյկեմիայի մի անանուն մարդ վճարել է ամբողջ բուժումը։ Վիրահատություններ, քիմիաթերապիա, ներկրված դեղամիջոցներ։ Ավելի քան $200,000 բժշկական ծախսեր։ Կարինեն այժմ տեսանելիորեն դողում էր, նրա աչքերը թռչկոտում էին Էդվարդի ռեստորանի ելքերի մեջ։ Նա երբեք չի իմացել, թե ով է այդ պահապան հրեշտակը, մինչ մի քանի տարի անց, երբ պատահաբար հայտնաբերեց, որ դա ես եմ եղել։ Եվ գիտես, թե ինչու հայտնաբերեց։ Որովհետև գտավ բժշկական անդորրագրերը իմ գրասենյակում արխիվացված հիվանդանոցի նամակի հետ միասին, որտեղ շնորհակալություն էր հայտնվում անանուն նվիրատվության համար։ Էդվարդը դադար տվեց, թույլ տալով, որ տեղեկությունը տեղ հասնի։ Լուսինեն երբեք ինձ այդ մասին ոչինչ չի ասել։ Երբեք ուղղակիորեն շնորհակալություն չի հայտնել, երբեք ոչինչ չի պահանջել փոխարենը։ Պարզապես շարունակել է աշխատել, հավատարիմ, նվիրված, ազնիվ։ 10 տարի շարունակ նա հոգ է տարել իմ մասին, չիմանալով, որ ես փրկել եմ նրա որդու կյանքը։ Էդվարդ, խնդրում եմ։ Եվ գիտես, թե ինչն է ինձ ամենաշատը տպավորում Լուսինեի մեջ։ Վերջին 3 շաբաթների ընթացքում, երբ ես իբր կույր խոցելի էի, նա մի միլիմետր անգամ չփոխեց ինձ վերաբերվելու ձը։ Շարունակեց հարգալից, քնքուշ, պաշտպանող լինել։ Որովհետև նրա համար ես բանկային հաշիվ չեմ։ Ես մարդ եմ։ Կարինեն փորձեց վեր կենալ սեղանից, բայց Էդվարդը շարունակեց խոսել, նրա ձայնն այժմ ավելի բարձր էր, ավելի ամուր։ Ուզում ես իմանալ, թե ինչպես եմ ես իմացել այս բոլոր բաների մասին, որոնք դու արել ես, Կարինե։
Ինչպես եմ իմացել քո զանգերի, քո պլանների, քո խորհրդատուների, քո խարդավանքների մասին։ Նա կանգ առավ շարժման կեսին, կարծես իմանար, որ պատրաստվում է լսել մի բան, որը կփոխի ամեն ինչ։ Էդվարդը դանդաղ վեր կացավ աթոռից ուղիղ նայեց նրա աչքերին։ Որովհետև ես երբեք կույր չեմ եղել։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Կարինեն քարացել էր, բերանը բաց շոկից, կարծես չէր կարողանում մարսել այն, ինչ լսել էր։ Ես ամեն ինչ տեսել եմ, Կարինե։ Յուրաքանչյուր զանգ, յուրաքանչյուր կասկածելի այցելու, յուրաքանչյուր փաստաթուղթ, որը դու պատրաստել ես իմ մեջքի հետում։ Յուրաքանչյուր պահ, երբ դու ինձ վերաբերվել ես որպես բեռի, անհամբերության յուրաքանչյուր նշան, երբ կարծում էիր, թե ես չեմ կարողանում տեսնել։ Էդվարդը շրջանցեց սեղանը, մոտեցավ նրան, որը շարունակում էր անշարժ մնալ, ինչպես արձան։ Ես ծածրի, թե կույր եմ, որովհետև պետք է վստահ լինեի քո իրական զգացմունքների հարցում։ Պետք է իմանայի, թե դու ինձ ես սիրում, թե սիրում ես միայն այն, ինչ ես կարող էի նյութապես առաջարկել։ Էդվարդ, ես կարող եմ բացատրել։ Մրմնջաց նա, ձայնը գրեթե անլսելի։ Ինչ կարող ես բացատրել։ Թե ինչպես դու առաջարկեցիր հոգ տանել իմ մասին, երբ կարծում էիր, թե ես խոցելի եմ, միայն թե կարողանաս վերահսկողություն ստանալ իմ գույքի նկատմամբ։ Թե ինչպես փորձեցիր բժշկական փաստաթղթեր ստանալ, հաստատելով իմ մտավոր անգործունակությունը։ Թե ինչպես գնահատողներ բերեցիր, կատալոգավորելու իմ սեփականությունը։ Կարինեն վերջապես կարողացավ խոսել, բայց նրա ձայնը հուսահատ էր, գրեթե հիստերիկ։ Էդվարդ, դու չես հասկանում։ Ես վախենում էի։ Վախենում էի ապագայից, անապահովությունից։ Ես ոչինչ չունենալով եմ մեծացել, դու դա գիտես։ Երբ քեզ այդ վիճակում տեսա, մտածեցի, որ ամեն ինչ կարող է փլուզվել։ Եվ քո առաջին արձագանքը այն էր, որ ապահովես, որ դու ամեն ինչ կստանաս, եթե ես մահանամ կամ անգործունակ հայտարարվեմ։ Այդպես չէր։ Ես փորձում էի պաշտպանել մեր ապագան։ Մեր ապագան։ Կարինե, դու հասել ես նրան, որ փաստաբանների հետ ես խորհրդակցել, թե ինչպես ինձ մտավոր անգործունակ հայտարարեն։ Դա սեր է։ Արցունքներ սկսեցին հոսել Կարինեի դեմքով, բայց Էդվարդը գիտեր, որ դրանք անկեղծ զղջման արցունքներ չեն։ Դրանք բացահայտվելուց առաջացած հուսահատության արցունքներ էին։ Էդվարդ, ես քեզ սիրում եմ։ Գուցե ես մի քանի սխալ որոշումներ եմ կայացրել, բայց դա այն պատճառով էր, որ սարսափած էի։ Դու ինձ սիրում ես։ Ապա բացատրիր ինձ, թե ինչու, երբ կարծում էիր, թե ես կույր եմ, սկսեցիր ինձ վերաբերվել անհամբերությամբ, սառնությամբ։ Բացատրիր, թե ինչու քո առաջին մտահոգությունները կտակների գույքային ռեժիմի մասին էին։ Էդվարդը հանեց հեռախոսը գրպանից, սկսեց միացնել մի ձայնագրություն։ Դա Կարինեի ձայնն էր, բյուրեղյա անսխալական։ Մարինե, եթե նա մշտապես այսպես մնա, ես ստիպված կլինեմ վերանայել ամուսնությունը։ Ես չեմ կարող ամուսնանալ մեկի հետ, ով վերահսկողություն չունի սեփական գույքի նկատմամբ։ Կարինեն էլ ավելի գունատվեց, լսելով իր սեփական ձայնը, որը բացահայտում էր իր իրական մտքերը։ Լուսինեն ձայնագրել է այս զանգը առաջին շաբաթվա ընթացքում, բացատրեց Էդվարդը։ Ինչպես մի քանի ուրիշները, որտեղ դու քննարկում էիր իմ կարողությունը վերահսկելու պլաններ։ Էդվարդ, խնդրում եմ, ինձ բացատրվելու հնարավորություն տուր։ 3 շաբաթ, Կարինե։ 3 շաբաթ ես քեզ տվեցի ցույց տալու, թե ով ես դու իրականում։ Եվ դու ցույց տվեցիր։ Էդվարդը հանեց նշանադրության մատանին, գրպանից դրեց սեղանի վրա նրանց միջ։ Բացատրելու ոչինչ չկա։ Ես տեսա այն ամենը, ինչ պետք է տեսնեի։ Կարինեն նայեց մատանուն, հետո Էդվարդին, հետո նորից մատանուն։ Դանդաղ նրա դեմքի հուսահատության արտահայտությունը սկսեց վերածվել ավելի մռայլ բանի։ Դու ինձ խաբեցիր, ասաց նա, նրա ձայնն այժմ լի զայրույթով։ Դու այս ամենը բեմադրեցիր ինձ փորձարկելու համար։ Ես պետք է իմանայի ճշմարտությունը։ Ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, որ դու հարուստ պարանոիկ մարդ ես, որը չի կարողանում ոչ ոքի վստահել։ Դիմակը վերջապես լիովին ընկել էր։ Քաղցր, անհանգիստ, քնքուշ Կարինեն անհետացել էր, բացահայտելով այն սառը հաշվարկող կնոջը, որը Էդվարդը հայտնաբերել էր, որ նրա իրական բնույթն է։ Ճշմարտությունն այն է, որ դու ինձ երբեք իրականում չես սիրել, շարունակեց նա, այժմ ոտքի կանգնած, նրա ձայնը բավական բարձր, հարան սեղաններից հետաքրքրասեր հայացքներ գրավելու։ Ամար։ Դու միշտ ինձ տեսել ես որպես պոտենցիալ շահամոլ։
Եվ ես սխալվում էի։ Կարինեն անմիջապես չպատասխանեց։ Մի քանի վայրկյան նրանք լուռ նայում էին միմյանց։ Վերջապես նա խոսեց, բայց նրա ձայնը տարբեր էր։ Սառը, հաշվարկված, զուրկ ցանկացած ձականությունից։ Ուզում ես իմանալ ճշմարտությունը, Էդվարդ։ Ճշմարտությունն այն է, որ այո, ես հետաքրքրված էի քո փողով։ Բայց ես նա հետաքրքրված էի քեզնով։ Դա կարող էր լավ ամուսնություն լինել երկուսիս համար։ Լավ ամուսնություն, հիմնված ֆինանսական շահի խարդախության փորձերի վրա։ Ամուսնություն, հիմնված փոխադարձ հարմարավետության վրա։ Դու կունենայիր գեղեցիկ խելացի կին, ես կունենայի ֆինանսական անվտանգություն։ Դա անընդհատ պատահում է։ Էդվարդը գլուխը թափահարեց, զգալով տխրության թեթացման խառնուրդ։ Տխրություն կորցրածի համար, որը նա կարծում էր, թե իրական սեր է, թեթացում ժամանակին Կարինեի իրական բնույթը հայտնաբերելու համար։ Կարինե, ես ուզում եմ, որ դու այսօր երեկոյան դուրս գաս իմ տնից։ Վաղը առավոտյան իմ փաստաբանները կապ կհաստատեն, ձակերպելու մերն։ Շանադրության ավարտը ապահովելու, որ դու մուտք չունենաս ինձ պատկանող ոչ մի բանի։ Դու չես կարող ինձ այսպես դուրս հանել։ Կարող եմ կանեմ։ Ես ունեմ ձայնագրություններ, լուսանկարներ, փաստաթղթեր, որոնք ապացուցում են խարդախության շորթման փորձը։ Եթե ուզում ես խուսափել քրեական գործերից, առաջարկում եմ ընդունել իմ պայմանները։ Կարինեն նրան մի քանի վայրկյան էլ նայեց, կարծես դիտարկում էր իր տարբերակները։ Վերջապես, վերցրեց պայուսակը ու ուղղվեց դեպի ռեստորանի ելքը, բայց ոչ նախքան վերջին անգամ շրջվելը։ Էդվարդ, դու կզղջաս դրա համար։ Դու մենակ կմնաս քո ողջ կյանքում, չկարողանալով այլս ոչ ոքի վստահել։ Ես նախընտրում եմ մենակ մնալ, քան կեղծ մարդու հետ։ Նա դուրս եկավ առանց այլս ոչինչ ասելու, Էդվարդին մենակ թողնելով սեղանի մոտ։ Նա այնտեղ մնաց մի քանի րոպե, մարսելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ 3 շաբաթ տաց խաբեություն, 3 շաբաթ տաց ցավոտ բացահայտումներ, բայց 3 շաբաթ, որոնք նրան ցույց էին տվել ճշմարտությունը այն մարդու մասին, ում հետ մտադիր էր ամուսնանալ։ Երբ 1 ժամ անց տուն հաս, գտավ Լուսինեին սպասելիս հյուրասենյակում, ակնհայտորեն անհանգստացած։ Պարոն Էդվարդ, ինչպես անցավ։ Ավարտվեց, տիկին Լուսինե։ Ամեն ինչ ավարտվեց։ Էդվարդը ծանր նստեց բազկաթոռին, զգալով վերջին իրադարձությունների հուզական բեռը։ Լուսինեն մոտեցավ, 10 տարվա աշխատանքի ընթացքում առաջին անգամ մխիթարական ձեռք դրեց նրա ուսին։ Շատ ցավում եմ, պարոն Էդվարդ։ Գիտեմ, որ դուք նրան շատ էիք սիրում։ Սիրում էի, այո։ Կամ գոնե սիրում էի այն մարդուն, ում կարծում էի, թե նա է։ Իսկ հիմա։ Ինչպես եք ձեզ զգում։ Էդվարդը մի քանի վայրկյան մտածեց հարցի շուրջ։ Ինչպես էր զգում։ Դավաճանված, անշուշտ։ Տխուր, կորցրածի համար, որը կարծում էր, թե իրական սեր է։ Բայց կար նա մի ուրիշ բան, մի բան, որը նա չէր սպասում զգալ։ Թեթացած, ասաց նա վերջապես։ Թեթացած, որ ժամանակին հայտնաբերեցի։ Թեթացած, որ չամուսնացա մի անծանոթի հետ։ Հաջորդող օրերին Էդվարդը խորը խորհրդածությունների շրջան անցավ։ Կարինեն նույն երեկոյան դուրս էր եկել առանձնատնից, իր հետ տանելով միայն այն հագուստը, որը բերել էր, երբ միասին տեղափոխ խվել էին։ Նա չփորձեց կապ հաստատել կամ որևէ տեսակի շանտաժ անել, ակնհայտորեն հասկանալով, որ Էդվարդը բավարար ապացույցներ ունի նրա հեղինակությունը ոչնչացնելու հնարավոր է նրան բանտ ուղարկելու համար։ Էդվարդի փաստաբանը, պարոն Հակոբը, հոգ տարավ բոլոր իրավական ասպեկտների մասին, ապահովելով, որ բոլոր գույքերը պաշտպանված մնան, որ Կարինեն որևէ իրավունք պահանջելու հնարավորություն չունենա ունեցվածքի նկատմամբ։ Բայց հենց այդ մենության շաբաթների ընթացքում Էդվարդն արեց իր ամենակարևոր բացահայտումները։ Հայտնաբերեց, որ Կարինեի բացակայությունը նրան այնպես մենակ չէր թողնում, ինչպես նա վախենում էր։ Իրականում, նա այժմ հասկանում էր, որ ավելի մենակ էր զգում, երբ նա ներկա էր, ծածնելով զգացմունքներ, որոնք գոյություն չունեին, քան հիմա, երբ իսկապես մենակ էր։ Լուսինեն շարունակում էր հոգ տանել տան մասին նույն նվիրվածությամբ, ինչպես միշտ, բայց Էդվարդը նրա վարքագծում նուրբ փոփոխություն նկատեց։ Նա ավելի հանգիստ էր թվում, կարծես մի բեռ ընկած լիներ ուսերից։ Տիկին Լուսինե, ասաց նա մի շաբաթ առավոտ, երբ միասին սու չէին խմում պատշգամբում, կարող եմ մի անձնական հարց տալ։ Իհարկե, պարոն Էդվարդ։ Դուք երբեք ինձ շնորհակալություն չեք հայտնել ձեր որդու բուժման համար։
Ինչո՞վ։ Լուսինեն ժպտաց, մի քաղցր մելանխոլիկ ժպիտ։ Որովհետև իրական երախտագիտությունը կարիք չունի անընդհատ խոսվելու, պարոն Էդվարդ։ Իրական երախտագիտությունը ցույց է տրվում այն ձով, թե ինչպես ենք վերաբերվում մարդուն, հավատարմությամբ, քնքշությամբ։ Էդվարդը գլխով արեց, հասկանալով։ Այս բոլոր տարիների ընթացքում Լուսինեն ցույց էր տվել իր երախտագիտությունը ոչ թե բառերով, այլ գործերով։ Նվիրվածությամբ, ազնվությամբ, անսասան հավատարմությամբ, որը կախված չէր պարտքներից կամ ճանաչումից։ Եվ բացի այդ, շարունակեց նա, դուք դա չեք արել շնորհակալություն ստանալու համար։ Արել եք, որովհետև բարի սիրտ ունեք։ Եթե ես անընդհատ այդ մասին խոսեի, դա կլիներ, կարծես ես պարտք էի պահանջում, որը դուք երբեք չեք ուզել, որ պահանջվի։ Այդ պահին Էդվարդը հասկացավ մի հիմնարար բան մարդկային հարաբերությունների բնույթի մասին։ Կային մարդիկ, ինչպիսին Լուսինեն էր, որոնք տալիս էին առանց խնդրելու, որոնք սիրում էին առանց պահանջելու, որոնք հավատարիմ էին մնում նույնիսկ այն ժամանակ, երբ շահելու ոչինչ չկար։ Եվ կային մարդիկ, ինչպիսին Կարինեն էր, որոնք հաշվարկում էին յուրաքանչյուր ժեստ, որոնք չափում էին յուրաքանչյուր բառ, որոնք հարաբերությունները տեսնում էին որպես արտրային գործարքներ։ Տիկին Լուսինե, կարո՞ղ եմ ձեզ մի գաղտնիք ասել։ Իհարկե։ Այս 3 շաբաթների ընթացքում, երբ ձացնում էի, թե կույր եմ, դուք միակ մարդն էիք, որն ինձ վերաբերվեց ճիշտ նույն ձով, ինչպես միշտ։ Կարծես ես նույն մարդը լինեի, անկախ նրանից, խոցելի էի, թե ոչ։ Լուսինեն աչքերը խոնարհեց, ակնհայտորեն հուզված։ Դա այն պատճառով է, որ ինձ համար դուք միշտ նույն մարդն եք եղել, պարոն Էդվարդ։ Հարուստ, թե աղքատ, առողջ, թե հիվանդ։ Դուք բարի սիրտ ունեք, դա չի փոխվում։ Էդվարդը զգաց, թե ինչպես արցունքներ են գոյանում աչքերում։ Դրանք Կարինեի կորստի համար տխրության արցունքներ չէին, այլ երախտագիտության արցունքներ, իր կողքին ունենալու մեկին, ով իրեն տեսնում էր այնպիսին, ինչպիսին ինքն իրականում էր, ոչ թե այնպիսին, ինչ ուներ։ Շնորհակալ եմ, տիկին Լուսինե։ Ամեն ինչի համար։ Շնորհակալություն հայտնելու կարիք չկա, պարոն Էդվարդ։ Մենք ընտանիք ենք։ Այդ օրը կեսօրին Էդվարդը մի որոշում կայացրեց, որը օրեր շարունակ հասունանում էր նրա մտքում։ Կանչեց իր փաստաբանին, հանձնարարեց նրան մի քանի փաստաթղթեր պատրաստել։ Ուզում էր որոշ փոփոխություններ անել իր կտակում, բայց ոչ այն տեսակի, որը Կարինեն էր առաջարկել։ Ուզում էր ապահովել, որ Լուսինեն նրա ընտանիքը պաշտպանված լինեն իրենց ողջ կյանքի ընթացքում։ Ոչ թե պարտավորությունից կամ մեղքի զգացումից, այլ ճանաչումից։ Իրական հավատարմության, անպայմանական սիրո, մշտական ներկայության արժեքի ճանաչումից մեկի, ով իսկապես հոգ էր տանում։ 3 ամիս անցավ ռեստորանում տեղի ունեցած բացահայտումից։ Էդվարդը լիովին վերադարձավ աշխատանքի, կենտրոնանալով իր բիզնեսի ընդլայնման բարեգործական նախագծերի վրա, որոնք վաղուց ուզում էր զարգացնել։ Նա հիմնադրամ ստեղծեց, օգնելու հիվանդ երեխաներ ունեցող կարիքավոր ընտանիքներին, ոգեշնչված Լուսինեի նրա որդու պատմությունից։ Նրա մանտիկ կյանքում կանայք չկային, դա նրան չէր անհանգստացնում։ Նա սովորել էր, որ նախընտրում է մենակ լինել, քան վատ ընկերակցությամբ։ Նա սովորել էր, որ մենակությունը, միայնությունը տարբեր բաներ են։ Մենակությունը կեղծ մարդկանցով շրջապատված լինելն է, միայնությունը ինքդ քեզ հետ խաղաղության մեջ լինելը։ Մի երեկո, երբ մենակ ընթրում էր պատշգամբում, դիտելով, թե ինչպես են քաղաքի լույսերը վառվում ներքում, Էդվարդը խորում էր այն ամենի մասին, ինչ սովորել էր այդ խառնաշփոթ ամիսներին։ Նա սովորել էր, որ իրական սերը չի չափվում նրանով, թե ինչ է մեկը պատրաստ ստանալ, այլ նրանով, թե ինչ է պատրաստ տալ, առանց ոչինչ սպասելու փոխարեն։ Նա սովորել էր, որ իրական հավատարմությունը աղմուկ չի բարձրացնում, չի հայտարարվում, պարզապես գոյություն ունի։ Նա սովորել էր, որ երբեմն պետք է ձացնել կույր լինել, վերջապես պարզ տեսնելու համար։ Բայց հիմնականում նա սովորել էր, որ իրական հարստությունը ոչ թե նրանում է, թե ինչ ունես, այլ նրանում, թե ով է քո կողքին, երբ այլս ոչինչ չունես։ Լուսինեն հայտնվեց պատշգամբում, բերելով ի բաժակ թեյ, ինչպես անում էր ամեն երեկո։ Պարոն Էդվարդ, այսօր ուրիշ բան պետք կլինի։ Ոչ, շնորհակալ եմ։ Տիկին Լուսինե։ Այո։ Դուք իմ ունեցած ամենամեծ հարստությունն եք։ Նա ժպտաց, այն զուսպ քնքուշ ժպիտը, որը Էդվարդը սովորել էր գնահատել ավելին, քան զգացմունքների ցանկացած չափազանցված դրսորում։ Իսկ դուք այն ընտանիքն եք, որը ես ընտրել եմ ունենալ։ Այդ գիշեր Էդվարդը ամիսների ընթացքում առաջին անգամ խաղաղ քնեց։
Կասկածներ չկային, թե ով է իր կողքին, մտավախություններ չկային թաքնված դրդապատճառների մասին, կարիք չկար փորձարկելու որևէ մեկի անկեղծությունը։ Կար միայն վստահություն, որ որոշ մարդիկ մտնում են մեր կյանք, մնալու, ոչ թե որովհետ շահելու բան ունեն, այլ որովհետ տալու բան ունեն։ Եվ այդ մարդիկ, այդ հազվագյուտ թանկարժեք մարդիկ, գոյության իրական գանձերն են։ Էդվարդը տարիներ էր անցկացրել ֆինանսական կայսրություն կառուցելով, բայց միայն հիմա էր հասկանում, որ իր ամենամեծ ձեռքբերումը դրամական արժեք չուներ։ Դա իր կողքին ունենալն էր մեկին, ով իրեն սիրում էր ոչ թե նրա համար, թե ինչ ունե, այլ նրա համար, թե ով էր ինքը։ Եվ դա, այդ հուզական հարստությունը, իսկապես անգին էր։ Ճշմարտության փորձությունն ավարտվել էր։ Եվ Էդվարդը հայտնաբերել էր, որ ճշմարտությունը, թե երբեմն ցավոտ, միշտ ավելին արժե, քան ամենաքաղցր ստերը։ Եթե այս պատմությունը հուզեց ձեր սիրտը, ինչպես հուզեց Էդվարդինը, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Էդվարդի բացահայտումը Կարինեի իրական բնույթի մասին, թե Լուսինեի լուռ հավատարմության ճանաչումը։ Ձեր մտորումները կարևոր են մեզ համար։ Ամեն օր մենք ներկայացնում ենք պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հոգու ամենախոր զգացմունքները, պատմություններ, որոնք մեզ ստիպում են մտածել սիրո, հավատարմության, ճշմարտության այն արժեքների մասին, որոնք իրականում կարևոր են կյանքում։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ մեկ անգամ կսուզվենք մարդկային սրտի առեղծվածների մեջ։